Ողջույն բարեկամներ, այսօր արդեն հունիսի 25-ն է, լսենք օրը ինչա բերել մեզ և բոլորից խնդրում եմ անպայման սեղմել լայքի կոճակը, բաժանորդագրվել, եթե բաժանորդագրված չեք, կարող եք նաև բաժանորդագրվել Patreon-ին և տարածել, գոնե իմանանք, որ մեր աշխատանքը իզուր չի և ինչ-որ չէ մեկին պետք է, որովհետև դիտողների քանակն է ցույց տալիս իրականում որքան մարդու է սա հետաքրքիր և տարածողների քանակն է ցույց տալի նաև լայք սեղմողների, կոմենտ գրողների, իրականում որքան մարդու համար է այլևս հետաքրքիր ինչ է կատարվում իր երկրի հետ։ Հուսով եմ դրանց քանակը քիչ չի։ Խնդրեմ օգնեք, որ մենք կարողանանք շրջենք այս պատմական վեկտորը, ասենք մենք ազատ անկման մեջ ենք ու սա չափազանցություն չի։ Եվ այսպես այսօր ես մի փոքրիկ վիդեո արեցի ցերեկը, ինչի վերաբերյալ։ Այն որ ասում են ոչ մի բան չկա, դա ընդամենը մի խմբակ է, Ադրբեջանում որ խոսում Արևմտյան Ադրբեջանի մասին, արդեն իրենք լուրջ հայտ են ներկայացրել ու պահանջում են, որ Արևմտյան ադրբեջանցիների վերադարձի հարցը պիտի դառնա Հայաստանի հետ խաղաղության գործընթացում քննարկումների մաս, այսինքն խաղաղության պայմանագրի ճակերտներով եմ ասում այդ խաղաղության պայմանագրի մասը դառնում է ոչ միայն սրանց վերադարձը, նաև սահմանադրության փոփոխություն, այսինքն ոչ միայն սահմանադրության փոփոխությունը, պահանջներից հրաժարվել, Արցախի մասին մոռանալը, այլ նաև իրանց ճակերտավոր եմ ասում վերադարձի հարցը ու Հայաստանից ոչ մի ձայն չկա։ Ցերեկ այսօր կարճ վիդեոյով սրա մասին ասեցի, ես առաջարկում նախ եթե երեխա կա ձեր կողքից են կողմ տարեք, որտեղ ես չգիտեմ սա 18+ ալենու թե չի լինելու, որովհետև այնքան բան որ ես ունեմ ասելու, ես չեմ կարող դա երաշխավորել, որ չի թռնի միամիտ, հա իմ բերանից։ Երբ որ ես ասեցի սրա մասին, որ սրանք արդեն դրել են ամենաբարձր մակարդակին եւ այս տականքը ասելու է որ մի վարքյան ու մենք կոնֆլիկտի չենք գնալու։ Մեզ արդեն հարմարացել են, չէ՞ որ խաղաղության այդ հռչակագրի անկախության հռչակագիրը հանելու են, պահանջատիրությունից հրաժարվելու ենք, Մասիսից հրաժարվելու ենք, ցեղասպանություն ուրանալու ենք, անկախություն ուրանալու ենք, Արցախի մասին մոռանալու ենք, արդեն ամեն ինչ ասել են, չէ՞։ Սա էլ է դառնում դրա մի մաս։ Այն որ մեզ ասում են այդպես բան չկա, այն որ ասում են դա մի խմբակ է, դա պետական չի, ինչ ուզում է խոսան, երբ որ սրա մասին խոսում ես, իմբիցիլների մի շերտ է հայտնվում, տեսեք չհայոյեցի, բայց անկեղծ ուզում եմ դրանց մի բան ասեմ, էլի։ Մի շերտ է հայտնվում, դու ինչ ես Ալիևի խոսքերը կրկնում։ Ուզում ես ասես, այ հոտի անդամ կներեք, հոտի անդամն չէ, այ նախրի անդամ։ Այսինքն փոխանակ դու վարչապետիդ վրա մուննատ գաս, որ ոչ մի պատասխան չկա սրանց, ոչ մի հակադրություն, ու այս օրակարգը արդեն ասել է Վաշինգտոն, Կապիտոլիումը քննարկվում։ Իսկ գիտեք ինչ է նշանակում։ Վաղը թերթերում գրվելու է արդեն, որ Կապիտոլիումում sense բան ա եղել, քննարկում ա եղել, մի քանի վարձկան անպայման հրեա ազգությամբ, հելել են լոբինգ են արել այս ծրագիրը, փողի դեմ միլիոնավոր դոլարներ են թափելու սրա վրա, ցանկացած թերթ կալոնք են կառնեն, առաջ եջնել կառնեն, ամեն ինչ վաճառվում Ամերիկայում, ախպեր, էջը փող արժի, էդ էլ կառնեն, մանր-մունր բլոգերներն էլ կանեն, սես կցպնեն ամբողջ բանով, մեդիայով, վերջում էլ կասեն, հայերը չեն բացում ճանապարհը, Նիկոլ Ներկոսյանը համաշխարհային հանրությունը մեզանից պահանջում է։ Ես սկսում եմ իմ զորայական կետից։ Բա ոնց մենք ասել ենք, չէ՞։ Բացա մեր ճանապարհները։ Մենք էլ կանանք ընդ գնանք ապրելու, չեք ուզում գնանք Ադրբեջան ապրելու։ Սրա լռությունը գիտեք ինչ է նշանակում։ Որ չխանգարեն սրանց PR-ակցիային։ Որ հանկարծ, երբ որ սրանք գրող են Հայաստանի վրա, Ալիևն ասել է, չէ, ես տանկերով չեմ գալու, ես մեքենաներով եմ գալու։ Նշանակում է մեքենաների արդեն դարպասներն էլ այս տականքը բացելու։ Ասել ոնց։ Հա ինչ կլինի որ։ Ինչ կլինի որ։ Մարդիկ են էլի մի 50-60 մեքենա կամ 100 մեքենա գա իրանց ապրելը տեղը։ Սա գերեզմաներ ունեն, չէ, հիշողություններ կա։ Սա հատատ ասելու եմ ես ցույց տալու։ Մի խոսքով։ Սա արդեն ոչ թե պետական մակարդակի է բան Ադրբեջանում, սա արդեն միջազգային մակարդակի վրա է։
Հայաստանից ոչ մի ծպտուն այս թուրքական իշխանություններից։ Հակառակ, ասում են դու քեզ խոսում ես մասին։ Մի քանի իմբիցիլի թվում է, որ եթե ես չխոսամ, էսի չկա։ Կամ ես եմ ես օրակարգը ապահովողը, այ որ ես ասեցի կլինի։ Հասնում են դուրս արգալի ես կարողանում եմ այս կարգի օրակարգեր ապահովել։ Պատկերացնում եք ես ինչ հզորություն ունեմ։ Իսկ դուք չեք տարածում հաղորդումներս։ Դա տարածեք էլի։ Բացի ես հնարավորությունների տեր մարդ եմ։ Ես ասում եմ ու լինում է։ Կամ այս տեքստերը ես եմ գրում Ադրբեջանի համար։ Ես եմ մեղավորը։ Ես ես հիշեցնեմ այս տականքի խաղը ոնց է եղել 19 թվականին, հիշում եք։ 19 թվականին այս վերջերս բարձրեց, որ Միսկի խումբը առաջարկություն արել։ Սա լռել է։ Եվ ասեց ես լռում եմ, սա գցում եք մի կողմ, ես իմ զրոյական կետից եմ սկսում։ Պիտի տամ։ Սա լռելը ամեն ինչ տալիս է, բոլոր խաղակարգերը տալիս է Ալիևի ձեռքը, որ անի ինչ ուզում։ Կուզի պատերազմով, կուզի ճանապարհները կբացեն, ու կբացեն չկասկածեք։ Հիշեք, Հայաստանը երկու խոցելի տեղ ունի, որ սրանք դրել են այդ այսպես չանչերը։ Դա մեկը Սևանն է, որից կրկնեմ, եթե մարդը չի հասկացել ինչի է։ Սևանը գիտեք ինչի համար։ Խմելու ջրի պաշարների համար։ Այս 20 թվականի պատերազմը մենակ տարածքներ չէ։ Սրանք խմելու ջրերի պաշարների համար էր, որոնք բոլոր աղբյուրները քար վաճառում էր, որոնք չէին գրավել տականք ադրբեջանցիները, որոնք Նիկոլ Փաշինյանը ստորագրությունով նվիրեց։ Հաջորդ մեջ ամենամեծ ռեզերվուարը, որ կփրկի Ադրբեջան անապատացումից, դա Սևանն է։ Ես ես մի բան էլ հիշեցնեմ։ Արաքսի վերևից Ախուրյանի կողմից արդեն Թուրքիան սարքում է մի մեծ ջրամբար, որ փոխելու է Արաքսի հունը։ Էդ էլ ասեմ ձեզ։ Հայաստանը հայտնվելու է մի հատեղ, ասենք դա անմարդաբնակ։ Անապատ։ Հələ հետնել գումարեք մի հատ բանը, ամուրսարը։ Վերջ։ Ջորջան, վերջ։ Սրանք գալու են։ Գալու են, որովհետև Հայաստանից իրանց ոչ մեկ չի ասի, չի ասում, ես դու ինչ ես խոսում, արա։ Դու ես ինչ ագրեսիա է։ Ոսը, սա ագրեսիա է։ Հետաքրքիր է գիտեք ինչն է դարձել, որ կես միլիոն փախստականի մասին Հայաստան, որոնք Ադրբեջանից են, պարտադրվել, ունեց զրկված, ջարդված, սպանված ուղարկվել, ոչ մի խոսք չկա։ Կես միլիոն, իրենք 300,000-ից են խոսում, Հայաստան եկել են ընդդեղից կես միլիոն, դրա մասին ոչ մի խոսք չկա։ Ընդհանրապես խոսք չկա Արցախի էթնիկ զտման մասին։ 3 տարի առաջ եղա, 2.5 տարի առաջ։ Ամբողջ աշխարհը խոսում է, Հայաստանը նույնիսկ չի հակադարձում։ Չի հակադարձում սրան։ Ասում դու ճիշտ ես։ Այո, եթե բիոզանգված կա, որ չի հասկացել, որ լռությունը դա համաձայնության նշան է, եթե դու մեդիա դաշտում տարածքում չես հակադրվում, դու իրավունք ես տալի ցանկացած գնով իրականացնել իր նպատակները։ Վաղ ասել ախպեջան, ո՞մ է։ Ես զենքով վերականգնել եմ իմ իրավունքը։ Հայաստանից ոչ մի ձեն։ Լսենք այս մասին ինչ ասում Տաթևիկը, թուրքագետ, Ադրբեջանը։ Օրեր առաջ հրապարակեցին մեր միջազգային բաները, իրավաբանները վճիռ, որ տեղի ունեցել 2016-ի ապրիլին։ Կարդում ես մազերը բիզվիզ է կանգնում, մարդուն կենթանի գլխատել։ Նույն բանը արել է Ռամիլ Սաֆարովը, դա ձեռագիր է, դա պետական ձեռագիր է։ Դա կոնկրետ ինչ որ ադրբեջանցի զինծառայողի ատելության պարպումը չի։ Հիշում եք երեկեն անասունին, որ մեզ ապացուցում էր, որ մենք նույն ժողովուրդն ենք։ Հիշում եք են կենթանուն։ Ես ցույց եմ տվել։ Երեկազայնագրությունն եք, տեսնեք։ Հիշում եք։ Սրանց միակ պատասխանը Ալիևի նպատակներին դա է, որ մեզ համոզեն, որ մենք նույն ժողովուրդն ենք։ Մեկ էլ իրաց սոցիոլոգ, մոցիոլոգներով ապացուցեն, որ թշնամի չեն նրանք, մեր բարեկամներն են։ Իրանք բարեկամական այց են կազմակերպում Հայաստան։ Լրիվ բարեկամական։ Այդ մորթելը կտրտելը բան մաս տահանձնելը լրիվ բարեկամական մտնոլորտների մեջ է եղել։ Լրիվ։ Սա այս բարեկամության ձևն է, ուղղակի իրենք այտենց են կարողանում բարեկամություն անել։ Մենք պետք է դա ընդունենք որպես նորմալ։ Ու չասենք էսի թշնամությունը, չէ։ Սպա մի ադրբեջանցի խաթարել մեր բանին ինքը անհատական հանցանք չի, ինքը պետության կողմից ֆինանսավորվող, հովանավորվող, քաջալերվող հանցանքը կոնկրետ էթնիկ խմբի հանդեպ, կոնկրետ հայերի հանդեպ դա անելու։ Նորից եմ կրկնում,
ում կտեսնեք Հայաստան ադրբեջանցի կամ թուրք ներկայացնում որպես ոչ թշնամի, ես չեմ ասում բարեկամ, դուք տեսնում եք ձեր դեմ ձեր թշնամը։ Հայ կլինի, վրացի կլինի, ուզբեկ կլինի, ում կտեսնեք, որ ձեզ ասում է, որ նրանք այդքան են մեր թշնամին չեն, մենք նույն ժողովուրդն ենք, դուք ձեր դեմը տեսնում եք, կամ կատարյալ անասուն, որ ուղեղ հիշողություն ոչ մի բան չունի, բնած չունի, ինքնապաշտպանության, կամ թշնամի, վարձկան, ուրիշ բան չկա, ոչ մեկը ուրիշ բան միարեք, չկա, մեն տաթևիկներ հաստատում եք։ Դու չես կարող սա անտեսել։ Ի վերջո ռիսկի անտեսումը չի բերում ռիսկի վերացման։ Եվ ես այն առումով, որ ասում են անտեսի, քեզ խոսում այդ մասին։ Քեզ խոսում այդ մասին։ Ասում անտեսի այդ ռիսկը։ Այն գեր նախերի անդամ, որ ռիսկը անտեսեցի։ Խալաբաղցում ասացին էլ անտեսեց այդ բոլոր ռիսկերը։ Ես 10 ամիս ամեն օր ասում էի, սա տանում է դեպի դատարկում Արցախի, հասկացեք, այս ամեն ինչը հուշում է, որ սրանք դատարկելու են Արցախը։ Անտեսեցին։ Որտեղ են հիմա։ Ով կա Արցախում։ Ոչ միայն Արցախում մարդ չկա, Արցախի մասին խոսք չկա նույնիսկ։ Կատարված էթնիկ զտումը չի խոսվում, բայց դրա դիմաց հորինված է։ Հեսա տեքստերն էլ կկարդամ, սրանք ինչ են որպես ներկայացնում, որ դուք հասկանաք։ Այն նախիրով հանդերձ հասկանան, իրանք ոնց են ներկայացվում։ Անենց ոնց որ իրանք պետք է ներկայացվեին եւ ադրբեջանցիները եւ թուրքերը, բայց հիմա հայերս են կտես ներկայացվում ու Հայաստանից լռություն։ Ադրբեջանը մղում է այդ հոգեբանական պատերազմը, ես դա հոյակապ տեսնում ու հասկանում եմ։ Ու ինձ համար որպես մասնագետ բավականին բարդ ու նուրբ գիծ է։ Ոնց անել, որ դու խոսելով ռիսկերի մասին չօգնես Ադրբեջանին քո հանրությանը ավելի տագնապալի վիճակում դնել, որովհետև դու հասկանում ես, որ դա նաև տագնապ ստեղծել նպատակ ունի։ Այստեղ արդեն գալիս է հստակ գործիքակազմերի ներկայացումը, որ Ժորժ ջան, սրա որովհետև դու պետք է չխոսաս Տաթևիկ ջան, ես պետք է չխոսամ։ Բանաները ասել, որ մենք պետք է խոսանք այդ մասին, որովհետև կառավարությունը ասում է, սուսը կարա մի խոսեցեք, կարա սուս։ Իբր թող ինչ ուզում են խոսան, բայց իրանք դա խոսալով հասել են արդեն Վաշինգտոն։ Ես վախենում եմ մի օր ոչ ճանաչեն Հայաստանի որպես ագրեսոր, ցեղասպան երկիր։ Էլի Հայաստանը ձեն չի անելու, վստահ եղեք։ Ես մեկ ասում եմ գնանք միջազգային դատարան, հարցերը լուծելու, բայց ես վստահ եմ, որ գնանք հանգարց Ալիևի հիմա ասի գնանք միջազգային դատարան, Նիկոլը կասի, հա, ու մարդ չի ուղարկի։ Այսինքն երկրորդ կողմ չի լինի, նա կներկայացնի ինչ իրան պետք է, Հայաստանից ոչ մի բան չի լինի։ Չի լինի, որովհետև սա է սրա պոլիտիկան։ Ու իր կրկոտ հռետորաբանությունը ուղղված է ժողովրդին։ Եթե մեկի վրա հոխորտում է դա ժողովուրդն է, եթե մեկին վրա ձրբակալում է դա ժողովրդից է։ Նրանց ու մետ ինքը ով իրենց համաձայն չեն։ Համանից պետք չի ոտու ձեռնգնել։ Մենք սա պետք է իր դեմ ուղենք ու մենք կարող ենք սա իր դեմ ուղղել։ Ես ինչու օրինակ ընդդիմադիր շերտին եմ նաև քննադատում որոշ մի քանի անգամ անդրադարձել եմ ոչ թե կոնկրետ ջուր անձերի, այլ ճիշտ տերմիններ պետք է օգտագործել։ Օգտագործում են ադրբեջանցիների վերադարձ, վերաբնակեցում, ասենց ինչ որ բան։ Դրանք ադրբեջանական տերմիններ են, այստեղ երբեք ոչ մի 300,000 ադրբեջանցի չի ապրել, որ մի հատ էլ հետ գա։ Ոչ էլ Այսօր եւս մեկ անգամ համոզվեցի, որ տգիտությունը, տեսեք, իրան էլ այստեղ ասել։ Տգիտությունը երբ համադրվում է ատելության ու բարոյա զրկության հետ, դա տիպիկ նիկոլականի բնութագիր է այստեղ։ Դառնում է շատ ավելի վտանգավոր սիմբիոզ։ Երբ ես փաստերով խոսում եմ Ադրբեջանից եկող ռիսկերի մասին, որոնք ռիսկ են բոլորիս համար, անկախ մեր քաղաքական հայացքներից, ինձ վրա հարձակվում են իշխանական ֆանատները, դրանք ֆանատներ չեն, դրանք իշխանական բուլտերներն են։ Ես ձեզ երեք պատմեցի, չէ՞, անասնավ ֆերմայի մեջ դες կերպար կար։ Հեղափոխության իշխանության հասած խոզը Նապոլեոնը, որը մի անգամից իրեն շրջապատեց մնացած կենդանիներից պաշտպանվելու համար, որոնք իրեն օգնել էին հեղափոխություն անել։ Շրջապատեց հենց շներով, այո, գամփրներով, որոնք պետքա սենց պաշտպանեին իրենք, այ գամփրները բոլորի վրա են հարձակվում, ով, ասում է, լսեք, աղետ է գալիս մեր համար։ Դա ման ասում, եւ տգիտությունը համադրվում է ատելության հետ ու բարոյա զրկության հետ։ Դա տիպիկ այդ գամփրների նկարագրությունն է։ Դա դառնում է վտանգավոր սիմբիոզ։
կոչ անելով վերացնել կամ վնասազերծել ինձ, պատկերացնում եք, ես մարդուն կոչ են անում վնասազերծել ես մարդուն։ Այդ գամփրները իշխանական, հիմա իրան են ուզում վնասազերծել։ Եվ այդ էլությունը շատ հաճախ չնկատելու եմ տալի, բայց այսօր թերևս շատ է դոզան։ Հա, Տաթև ջան, ես մենք այդ ամեն օր ենք զգում։ Նման եմ ասում, մեկ մտածում եմ ասած կղզի լիներ, կղզի Հայաստանում սենց մի նահանգ, մի փոքրիկ սենց կտոր։ Դա սաղին հավաքեին կտեղ, ցանկապատով։ Ու նայենք իրար ինչ են անում այնտեղ։ Այ որ մնային իրանք իրանցով, հա, դու կտեսնեք այդտեղ ինչա կատարվում։ Ու այդ սենց հանձնել, բանցիկով հանձնել Ադրբեջանին։ Հիմա այս մասով ես քանի շատ չեմ հեռացել այս թեմայից։ Այսօր ես հեռախոսազրույց եմ ունեցել Վարդան Ղուկասյանի հետ։ Ինքը զանգել էր, որ մենք քննարկենք միասին այդ թեման եւ մի խնդրանք ունի ձեզ, պարոնեք։ Եվ այսպես թուղթու գրիչը վերցրեք։ Ինչ առաջարկում Վարդան Ղուկասյանը։ Ովքեր ինչ-որ ինֆորմացիա ունեն այս իշխանության ներկայացուցիչներից, կից օլիգարխներից, ՀՊ-ից ասոցացող ցանկացած մեկից, որոնք բնակարաններ ունեն չբնակեցված, հասցեով տան համարով ուղարկել գրեք +1, դա Ամերիկայի կոդն է, +1 213 246 77 36 նորից եմ կրկնում, կարաք հետո առաջ տակ, նորից նայեք, +1 213 246 77 36 WhatsApp կամ Telegram համարներին։ Վարդան Ղուկասյանը ուզում է այս ինֆորմացիան արդեն հասկացա երևի ինչ նպատակներով օգտագործելով այդ ինքը ինձ ասեց, բայց ես չեմ ուզում բառացի փոխանցեմ, որ հանկարծ միտեղ չսայթակեմ, հետո դուրս գա ինքը մի բան ցես չէր ասել, ես հակառակն եմ ասել, հա, կամ սխալ եմ ասել։ Իրան այս ինֆորմացիան պետք է այն դատակ բնակարանները, որոնք պատկանում են սրանց հետ, սրանց եւ սրանց հետ ասոցացվող կենթանիներին, խնդրում եմ անուն ազգանունով, ումա պատկանում, հացեով, բնակարանի համարով, այս հեռախոսը համարով, WhatsApp, սա Վարդան Ղուկասյանի մոտ է, ինքը մի խոսքով հավաքում է այս ինֆորմացիան։ Պարզա ԿՊ իմացեք, եթե մի հատ էլ ադրբեջանցի բերեցիք, ձեր տներում են ապրել։ Ամենայն հավանականությամբ, ենթադրում եմ սա է նպատակը։ Չէ, գիտեմ որ դա է նպատակը, բայց թող ինքը ասի, ասեց, որ ես անպայման արդեն կարծեմ հայտարարություն արել է, եթե չի արել, անելու է։ Հա, գրեցիք համարները։ Սիրուն, ֆիքսեք ով ինչ գիտի սրանց մասին։ Եվ ուղարկեք։ Հիմա խոսանք այդ օրդուբադում կայացած մանրամասն։ Ինչ են արդեն իրանք ընդեղ ասում, պետական մակարդակիրով դա գրվում է զեկույցներում, այսինքն եթե կա, չգիտեմ, ախր Նիկոլի վկային ջայլամ էլ չի կարելի ասել, ախր ջայլամը լուրջ սիրուն կենթանի է, էլի։ Իրան չի կարելի նույնիսկ էլ համատել դրա հետ։ Բայց այդ կենթանակերպերի համար, ես ուզում դուք հասկանաք, չէ, մեկը դուք չեք հասկանալու, լավ։ Բոլորին ում հետաքրքիր է, սրանք ուր են արդեն հասել, ինչ մանրամասն են ամեն ինչ վերլուծելու պլանավորել, սա մասին գրում է Վարդան Բալյանը, որը հետևել է այս ամեն ինչի, ես իրան վստահում եմ, ինքը իդեալական ամեն բոլոր փաստերը ճշգրիտ ներկայացրել է, միշտ ես ոչ մի կասկած չունեմ, որ սա է ճիշտ։ Եվ այսպես այս գերեզմանակարը տեսնում եք, փաստորեն սա Օրդուբադումա գերեզմանատանը Իլհամ Ալիևի պապ Ալի Ռեզայի գերեզմանակարի մոտ։ Ալի Ռեզանա, սա Ալիևի պապն է։ Հա? Եվ ինչ ասում, օրինակ մեր Սիսիանի շրջանի տեղանուններին նվիրված գիտական զեկույց է ներկայացվել, գիտական զեկույց, նայեք։ Ես ասում գիտական զեկույցը արդեն թարգմանվել է, գնացել է բոլոր ակադեմիաներում, հրասան գործ են անում։ Նիկոլական ոչնչություններ, դուք չեք հասկանում երևի ինչա կատարվում դրսում։ Ձեզ թվում է, անդե իրոք նստած Նիկոլ են տշում։ Իրանք Նիկոլին տշած ունենան։ Ու Հայաստանից
ոչ գիտությունների ակադեմիան, հա, ինչ գիտությունների ակադեմիան, գիտությունների ակադեմիան արդեն տեր ունի թազա, այն մերրելին հիշում եք, որ 5 տարի է նախագահել, ոչ մեկը իր մասին չգիտենք։ Մենակ թաղումներին ենք տենում։ Հիմա այդ մերրելը Վահագն Խաչատուրյանը դարձել է գիտությունների, հայկական գիտությունների ակադեմիայի նախագահ։ Դուք հասկանում եք ես ինչա։ Ասիկան հայկական գիտությունների ակադեմիան մերրելը իր նախագահն էլա, որտեղ մեռած։ Կամ հակառակը, եթե իր նախագահը դիակա, նշանակում է մեր գիտությունների ակադեմիան գոյություն չունի, արդեն մեռել է։ Բնականաբար ինքը սկի չի իր ներություն տալի այս ամեն ինչին հակադրվելու։ Սա պատերազմ է, սա հիբրիդային պատերազմ է։ Մի խոսքով ասենք առաջ։ Թվով արդեն 3-րդ համագումար փառատոնն է։ 3-րդ որի ընթացքում բազմաբնույթ միջոցառումներից մի քանիսին այնուհանդերձ որոշել է անդրադառնալ Վարդան Բալյան։ Օրինակ, մեր Սիսիանի շրջաններում մի խոսքով ուրեմն այդ բանում քննարկման ժամանակ հղում է արվում այսպես կոչված Ղարաքիլիսե շրջանի բազմաթիվ բնակավայրերի անվանումների ցակումնաբանությանը։ Լորեցիներ Այն ինչքան դինջ քնած եք ընդեր ձեզ լոդբանը Նիկոլ եք ընտրում, բա դուք չմտածեք դուք հանգարց այս ծրագրերից դուրս եք մնացել։ Ձեր մասին էս առանձին եմ խոսալու։ Հա։ Ուրեմն ձեր գյուղերն էլ արդեն հաշված։ Ուրեմն որոնք կոչված են ապացուցելու մեկ բան, այս հողերը ադրբեջանցիների պատմական հայրենիքն են։ Մեկ այլ քննարկման ժամանակ ներկայացնում են այսպես կոչված հայրենազրկված ադրբեջանցիների ընտանեկան պատմություններ, տեսեք, սրանք արդեն ընտանեկան պատմություններ ունեն, Մենք որ ցեղասպանությունը վերապրած մարդկանց պատմություններ ունենք, ցեղասպանություն թանգարան ունենք, ցեղասպանության թանգարան ունենք, մի խոսքով, սրանք այդ ամեն ինչը բերում են մի այլ մակարդակի վրա։ Այս ամեն ինչը ֆռում է հիմա մեր դեմ։ Նաև դերս նախորդ դարաշրջանին տեղաբնիկ ադրբեջանական բնակչության ջարդերի ադրբեջանաբնակ գյուղերի ոչնչացման իրենց վառելով էթնիկ զտման գենոցիդի քաղաքականությունը, որը իրականացվել է Անձանիկի Նժդեհի ու նրա բանդաների ձեռքով։ Վերջ, տենց է ներկայացում։ Անձանիկը Նժդեհը ուրեմն գենոցիդ են իրականացրել ադրբեջանական բնակչության դեմ։ Եվ այս մասին լռում է հայկական պետականությունը։ Ես համեմատության համար ասեմ ձեզ։ Երբ որ ցեղասպանությունը աշխարհի կողմից ճանաչված ցեղասպանության 15 թվականի ցեղասպանության մասին Լիտվայի ինչ որ գրադարան մի հատ 24-ին հոդված էր դրել, թուրքական դեսպանատունը կարողացել էր դա հանել տարկակից։ Եղած փաստի վրա, որը ճանաչել է աշխարհը բոլոր երկրներն, որ նաև Լիտվան, կարողացել են դեսպանատունով դա հանել տալ։ Այսօր Հայաստանի դեմ ցեղասպանության մեղադրանք է ներկայացում ադրբեջանական գիտական մակարդակի վրա, հա։ Մի խոսացեք ասում են մեզ այդ մասին։ Մի նկատեք, մի լսեք, մի խոսացեք դրա մասին, աղբեջ ջան։ Թողեք թողապացուցեն արա։ Թողեք թողապացուցեն, որ վաղը գան, այդ ամեն ինչը լեգիտիմ լինի, աշխարհում ոչ մեկ չզարմանա, թե ինչի Ալիևը տանկերով մտավ Հայաստան։ Կամ ոնց եղավ, որ մեկ էլ, օպա, էլ Հայաստան չկա։ Եվ այդ ժամանակ արդեն Նիկոլը որպես ժողովրդավար տականք Հայաստանի դռները կբացի դեկասի դե աշխարհն է սա ուզում։ Հիշում եք Լևոն Տեր-Պետրոսյանը մեզ 30 տարի միջև այսօր ապացուցում էր, որ հանրությունը աշխարհի չի ընդունի Արցախը որպես անկախ պետություն կամ Հայաստանի մաս։ Գլուխը պատիներ տվե աշխարհը դեռ ոչ մի պրոբլեմ չուներ եւ արցախցին իր հայկական պարտքով ուր ասես գնում էր։ Եվ ոչ Հայաստանի նկատմամբ բան կար, սանկցիաներ կար, ոչ սահմանափակումներ կար, ընդհանրապես ոչ մի դիվանագիտական պրոբլեմ չկար, ոչ մի երկրի հետ, բացի աշխարհում 3 երկրից՝ Թուրքիա, Ադրբեջան, մեկ էլ Պակիստան։ Դե Պակիստանը ի սկզբանե Հայաստանի չի, էլ ճանաչ է։ Բայց Լևոն Տեր-Պետրոսյանը համոզում էր լուրջ դեմքով, որ միջազգային հանրությունը չի ընդունում։ Այս նույն ձևի Նիկոլն ասել, աղբեջան միջազգային հանրությունը չի ընդունելու մեզ։ Եվ խաղաղության պայմանագիր կարևոր է, մենք չենք կարող ստորագրել, եթե չընդունենք իրաց։ Դու գրեք այն համարները, այն համարի վրա ուղղակի եք ստանցասցենել։ Մի խոսքով ուսնենց այնքան բան կա, չեմ ուզում կարդամ։ Բացեք մամուլ AM-ում կամ Վարդան Բալյան։ Գտեք իր Facebook-յան էջը ընտիր անալիզներ անում, շատ գրագետ, կարդացեք հարևան Թուրքաստանում
ինչա կատարվում։ Իսկ մինչ այդ Հայաստանում կալանավորում են Ավետիք Չալաբյանին։ Երկու ամսով առավոտ շուտ եկել են տնից տանել ու մենակ իրան չէ, ամեն օր լեկի մասին կարդում եմ։ Մեզ ես հարց եմ տալի, ինչի համար ասա։ Եթե ինքը էլ խնդիր չունի, ընտրվել է, ամեն ինչ նորմալ է, ինչի համար է սրանք։ Ինչ է կարծում։ Այս բոլորի մեջ պատասխանատու կա։ Դա կոչվում է Նիկոլ Ընտրող։ Ամենը մի քանի օր առաջ, ահա այս պատին Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի նկարներ։ Այսօր այն չկա, որովհետև իշխանությունները փորձում են ջնջել ցանկացած հաղթանակի սիմվոլ մեր հիշողություններից։ Պահելով ահա այս գրառումները, նրանք գետնանցումները մաքրելու պատրվակի տակ ջնջեցին Ռոբերտ Աբաջյանի նկարը։ Այս ասել եմ, չէ, եռաբլուրներն են քանդելու այս անառակի ծնունդները, ժողովուրդ։ Եռաբլուրը քանդել են տալու, ասել են, ալա, էսի ագրեսորների, ցեղասպանների գերեզմանատուն է։ Հետո կասեն, հələ մի վարք, մենք ագրեսոր չենք։ Չնայած ինքներ է կոչանում, ասում է զինվեք, գնացեք, Արցախը պահենք, Արցախը փրկենք, ով ինչ ունի տունը վերցեք, գնացեք պատերազմ։ Հիմա այդ տղեկի, այն էլ Աբաջյանի։ Այն էլ Աբաջյանի, գիտեք ինչի։ Ինքը 44 օրյա չի պա, ինքը քարոդիային է եղել։ Գիտեք ինչի։ Այս պապու հաշվին, այս տղու պապու կեղծելու հաշվին այս պորնիկի ծնունդները թրաբերանիցս կներեք։ Այս պորնիկի ծնունդները կան իշխանության, այս երեխու պապուն կեղծելով իրանց հեղինակություն ստեղծեցին, այսօր այս երեխու նկատը ջնջում են, որը քարոդիա պատերազմին է համասեկիցը 44 օրյա չէ։ Գիտեք ինչի։ Ազգը պետք է հերոս չունենա։ Ազգը պետքա ոչ մեկին չունենա, որ կարողանա ասել, ես այս տղու խոսքերը ոնց նեղանամ, որ ասում եք, այս դիրքերում իմ ընկերների անունն է թափվել, ով այս դիրքերը հանձնվեց նրա մերը։ Մարդիկ որ նայում են, այդ են հիշում, չէ՞։ Ջնջում են, այն ամեն ինչը թողում են, այն այլանդակությունը խզվզած։ Հիմա ինչ պետք է ասեք էսի ծրագիր, չի։ Մաքրության համար են արել, դե դու սա ջնջեին, թողի կեղտը մաքրեն, չէ։ Չէ, Ժողովուրդ ջան։ Այն թթվիկալ մի հատ անասուն կա, էս ասում Միքայելյան, արա պատրաստ եղե, դեբիլ։ Քեզ էլ է հանձնելու։ Երկրապահների շեֆովը քեզ էլ է հանձնելու, այ թթվիկար։ Այ կատարալ ես պատրաստվի, քեզ էլ է հանձնելու։ Ու քո հետ ով կա։ Ալիևը ում վրա մատը դրեց, որպես ռազմական հանցագործ, սա փաթեթավորել է ու տա։ Որտեղ իր գործը տալն է։ Ինչ նստել ասա, տալիս է։ Եթե իր իշխանությունը պահել է մասայապետ, կտա։ Դուք կեղծ եք, դուք ընտրակեղծարար եք եւ փորձում եք կեղծել մեր պատմությունը, մեր հիշողությունը, բայց մենք կանք, մենք հիշում ենք մեր հերոսներին, մեր հաղթանակները եւ դες մոտ չի ստացվելու, քանի որ դուք մեզ լավ չեք ճանաչում։ Մերասա չի։ Զավե Մկրտչյանն է գրում։ Իր աղբոր նկարներ նույն ձևի անել են։ Ասում են, կասեմ մի բան, եթե այս պատին լիներ, ասում է Հեքմետ Հաջիևի Ալիևի օգնականի նկարը, պատկերագրես վստահ եղեք, այս նկարի կողքը, ասում է, պահակել կլիներ։ Մարդիկ ասում են, իր աղբոր նկարը։ Այս նկարների կողքը սրանք պահակներ կդնեին։ Այն հաստավիզներին կկապեին ընդել, ցեպով կկապեին, որ հանգարց տեղ չգնա, որ հանգարց մեկը չգա Ալիևի նկարին կպնի։ Ասում են, օրը գալու է, դուք ձեր երաներ եք տալու, ով որ մահացել է։ Ես ասել եմ, չէ, Փաշինյան Նիկոլ, նայ, դուք օրը գալու է, պետք է խնդրեք, որ ձեզ հասցնենք ապահով դատարան։ Գիտես ինչքան մարդ է սենց դանակ մկրած սրած սպասում այդ օրվա։ Գիտես ինչքան մարդ, դու այդ մարդկանց բանակն ես ավելացնում, ասեմ, ոչ միայն ավելացնում ես, մոտիվացնում ես նաև ինչի է պետք իրականացնել այն, ինչի երազանքով իրան քնում են։ Չմոռանաք, հա, քպեականներ, դες բան կա ձեր վրա։ Սա նայեք։ Так, это Босфор. Мы находимся на теплоходе в Стамбуле, и здесь стоит мусорка. Вот, а на дне мусорки вот такая газета. Это вообще как понимать? И вообще откуда в Стамбуле тут
Տեսեք, Ստամբուլի սորական նավակի վրա աղբի ամանա ու մեջը ամենատակը ոչ թե ճմրթած, չէ, սիրուն պատկացած, որովհետև եթե դու ուզենաս թերթը գցես, չես կարծում ուզում ես գցես, թերթը սես չի գնում, դու իրան պետք է ասես ինչ ես, դիշասնես, լավ բացես, անես դնես, որ Նիկոլի նկարն էլ երևա, ապայման, և հայկական թերթ, և հայկական տարեր, և Նիկոլի նկար, որ վրեն թուրքը աղբ գցի, հա ասում եմ, ինքն է այս կարգավիճակին համաձայն, ես համաձայն չեմ։ Ես որ Թուրքիայում էի, ով եղել է Թուրքիայի երևի կիմանա կհաստատի։ Սրանք ամեն մի ծառի վրա թուրքական դրոշում են։ Ամեն մի ծառի վրա, ամեն մի փողոցի վրա, գիտեք ինչի։ Այդ նա չի որ են Թուրքիան շատ են սիրում։ Հա։ Չէ։ Իրանց անդադ հիշացնում են, որ դա Թուրքիա է։ Օրինակ Հայաստանում ամեն քայլափոխին հայկական դրոշ չկա, գիտեք ինչի։ Ոչ մեկի մոտ հարցի առաջանում, էսի որ երկիրն է։ Կտեսնես մեծ շինությունների վրա, կտեսնես եռագույն, հա։ Բայց ամեն ծառի վրա, ամեն մի բանի վրա հայկական դրոշ չկա։ Ոչ էլ ասենք Վրաստանում վրացական դրոշը կա։ Ամեն մի երկիր է սիրում, ամերիկացիներից երևի շատ իրաց դրոշը ոչ մեկ չի սիրում, բայց մեկը ամեն ծառի վրա այդ դրոշը չկա։ Մարդ իր տան վրա կդնի, բայց դու քաղաքով քայլում ես կամ չգիտեմ ինչ, ամերիկյան դրոշ չկա։ Դա չի որ իրանք թուրք ավելի շատ է սիրում իր երկիրը, չէ։ Միշտ հիշացնում է։ Բոլոր եկածներին հիշացնում է, որ դուք Թուրքիա եք եկել։ Որ հանկարծ չմոռանան իրանք ուր են եկել։ Որովհետև հույնը որ գնում է Թուրքիա, գիտի ինքը որ եկել է Հունաստան, գիտի որ եկել է Բյուզանդիան։ Իտալացին որ գնում է, գիտի որ սա երկրորդ հռոմեական կայսրությունն է։ Հայը որ գնում է Թուրքիա, գիտի որ սա Արևմտյան Հայաստանն է։ Ամեն մեկը մի փոքր մաս սենց թողել են այնտեղ։ Իսկ Թուրքը, որպեսզի հանկարծ ոչ մեկ չմոռանա, որ եկել են բոլորը Թուրքիա, ամեն մի ծառին, ամեն մի բանի վրա, ոնց նայում ես, թուրքական դրոշ է երևում։ Ով ապրում է Կիպրոսում, բանում, Նիկոսիա չէ, Լարմեկա։ Նիկոսիա, հա, մայրաքաղաքում։ Երևի տեսել է, որ դիմացի, սա է ոնց որ մեր մոտից մասիսն է երևում։ Այդ թուրքական մասը հենց կբանա, չէ՞, մի հատ հին պատով բաժանում է Նիկոսիան թուրքական եւ հունական մասերի։ Թուրքական մասում սար կա, այդ թուրքական մասի այդ սարի դոշին էլի թուրքական դրոշն է, որ ամբողջ հունական տարածքը միշտ տեսնի այդ դրոշը։ Այդ չեմ ասում եմ ոռնոցը, որ օրական մի 5 անգամ գալիս է նամազները։ Անես բարձր որ ամբողջ հունական մասը այդ ոռնոցը լսի։ Թե ինչ բան ասում է։ Գնանք առաջ։ Մասանայ։ Չերեդ մոյտրուկ, ինչ կանանք ու տենց լինի, խնդիր չկա, ես կայնացեմ, ես հավլեմ ինչը վեր։ Հիմա անքը որ սկսեցին աշխատել, ինչքան օծ ու կարիճ կա լրիվ ջուրնալ, տներն են։ 2 տարի, 3 տարի առաջ, օրեկան 8 հատ օծ եմ բռնում, իմ տնի երեխեն չէր կրում չունի, այդ ցավը տանեմ։ 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո խորհրդային իշխանությունները որոշեցին, որ Գեղաշենի ավազի հանքը պետք է շահագործել, որ աղետի գոտի շինանյութ հասցվի։ Այդ 2 տարիների մասին գյուղացիները հիշում են, պատմում են, թե ինչպես են իրենց տները փոշոտվել, իսկ այգիներում ոչինչ չէր աճում։ Հանքի տարածքով հիմա գյուղացիներն իրենց անասուններին են տանում արոտավայր։ Անզեն աչքով առանց լաբորատոր հետազոտության։ Երևում է, որ ավազի մեջ երկաթի պարունակությունը շատ է։ Չնայած այս ամենին շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացություն է տվել Անդրացիտ ընկերությանը այստեղ ավազի հանք վերաբացելու։ 2021-2022 թվականներին 4 հանրային լսում է տեղի ունեցել։ Գյուղացիներն ասում են, որ առաջին 3 լսման մասին չեն իմացել։ 4-րդ նիստը բոյկոտել են ու դեմ արտահայտվել հանքի շահագործմանը։ Այդ հանքշահագործողներից մեկ առաջ անգամ որ եկավ, ափերես կանենք, ասի լսի, մի պայմանով ենք համաձայնված, ասացի, ասի ես քունը տալիս եմ քեզի, մի ամսով։ Ինը երեխեքից ստգրած կապի, ասում փոշի է։ Բազմա որ քո կին երեխեն չեն գապրի փոշի է։ Իմ երեխենը չէ փոշի մեջ ապի, արա։
Ոնց կենի այդպես ասում։ Դերմը ասած եթե քո ինը գա կապին ինը թողա, դեռ փոշիա։ Հա դու թողանաս կազես մերներ, կլինի կարող է այդքան ժողովրդին է չհամաձայն մարդիկ էլ են, որովհետեւ 3 կիլոմետր հեռու է ապրում։ Իրանց դա չկանգարի ինքը կամ ասի ես համաձայն եմ կամ Այդ մարդկանցից մեկին մենք հանդիպեցինք չգործող հանքի պահակակետում։ Նա համամիտ չէր, թե հանքը վնաս է գյուղին։ Նա տվեց իր ղեկավարի հեռախոսահամարը։ Կապ հաստատեցինք, խնդրեցինք ընկերության տնօրենի հեռախոսահամարը։ Սկզբում նշեց, որ կխոսի տնօրենի հետ, հետո մեր զանգերին չպատասխանեց։ Բայց հարցը ոչ նոր բացվի, իմանանք վիշապատարածքներ վարչապետը։ Գոնե հարցը դնենք, ասենք քեզ ընդունում ենք, այսքան աջակցում ենք, դրել եք խեղդում եք, ես ինչ Լսեցիք։ Ասում եմ, մի ամիս առաջ ստեղ է, բա հարցնեինք, ասենք քեզ ընտրում ենք, քեզ աջակցում ենք, դու մեր գյուղը քանդում ես։ Պիտի քանդեմ։ Ես դեմ չեմ։ Հակառակ ես պահանջում եմ, որ այդտեղ բացվի ի վերջո Տավազի հանքը։ Որ դուք ձեր տներից թողեք դուրս գաք։ Կամ ապրեք փոշու մեջ, դա կլինի արդար։ Որովհետև եթե ձեր համար մեկ էր, այն ամբողջ 120,000 հոգին, որ մնացին առանց տուն, տներից հանեցին, ուղարկեցին Հայաստան, Հայաստանից էլ եսին որ գնացին, հա։ Բիխոսկով եթե ձեր համար ամեն ինչ մեկ ա եղել, ինչ որ կատարվել է հայ ժողովրդի հետ, ու այդքանից հետո դուք Փաշինյան Նիկոլին ձայն եք տվել։ Ես ամեն ինչ կանեմ, որ այդ ավազի հանքը աշխատի։ Ու ես ասել եմ, ցանկացած Նիկոլ ընտրողի տուն Նիկոլը գալու է։ Ինչ որ մի ձևով գալու է։ Անպայման մտնելու է ձեր տուն, որին դուք արժանի եք, դուք ձեռից բռնած, հետել Ալիևին, յաթաղանա ձեռը, ձեռից բռնած, բերել եք ձեր տուն, ձեռս ճարալներ, Վարդան Ղուկասյանն այդ դատարկներն է ուզում, ես ամբողջ ցուցակները կուզեի, ով է Փաշինյան Նիկոլին ընտրել, որ այդ ցուցակները պահի մոտս, որ մի օր հանկարծ ադրբեջանցիները կարող են ճեղքեին սահմանագային, ասեի, հոպ, մի վարկյան աղբեջ ջան, ով է համաձայն սրան, հլարեքստե, դեսան ստարեք ձեզ տները։ Վերջ, դա կլեր ազնիվ ու տեղին, ու ոչ մի Նիկոլացին, որ ես երկիրը փուրնա տալիս, իրա կամֆորտի, կամ իրա անուղեղության պատճառով, կամ ստացած փողի պաշտոնի դիմաց, ինքը չպալստար, հանկարծ մեկի մտքով չանցնի, որ ինքը սրա վարձը վճարը չի տալու։ Դες ասում ես գյուղը, Բան ասում է, բա մի ամիս առաջ իմանայինք ասենք աղբեջա, բա մենք քեզ օգնում էինք, բան։ Հələ նայ, հա, 2 մետր բոյ ունի, մի հարկի 20 կիլո էլ քաշ, ու այս մարդը Նիկոլա Անդրե, աջակցել, ու հիմա ասում է, գյուղիս ավազահանք ես ուզում։ 3 հատ լսում ես արել, մենք խաբար չենք եղել։ Ու արդեն դատական հարկադիրը գալիս է պարտադրի համայնքին, որ բացեն էսի։ Ճիշտ անում Նիկոլը, դուք իրան ձեն եք տվել, որ ձեզ բանի տեղ տնի, հա, ինքը ձեզ իրավունք ունի բանի տեղ չդնելու, ինչպես ասում աղբե 700,000 մեզ մարդ ձայնա տվել, որ մենք կտրիչ ներսիսյան փոխենք, վաղ ասել է 700,000 մեզ ձայնա տվել, որ քո գյուղը քանդենք, 700,000 մեզ ձայնա տվել, որ սահմանները բացենք, սահմանելություն փոխենք, մի խոսքով, ամեն ինչ ասել է հղվելով քո նման ասում 2 մետր 120 կիլո, բայց բարոյա զուրկ ուղեղից զրկված մարդկանց ցերկով, որովհետև բարոյականություն ունեցող մարդը չէր կարող ասել, այսին հետ կապ չունի, այ դուք հիմա վատ եք, չես զգում, որ 3 կիլոմետր են կողմ են ապրում, ասում են դե լավ դե թող բացվի, այդ ձեր նման են մտածել։ Այսինքն եթե իմ տունը չի մտնում այդ փոշին, բայց ո՞ս կարա չմտնի, դե մտնել է։ Ոչինչ որ իր տունը քանդվելու է, այսինքն եք մտածել, սա ոչ թե ուղեղի, սա բարոյականության պակաս է։ Այ ոնց եք դուք նեղվում, չէ՞։ Այ ոնց եք դուք նեղվում, մարա ոնց ինչ անենք, արա դու 2 կիլոմետր են կողմես ապրում, պետք է ուրեմն իմ տունը քանդվի, հա։ Որտեւ դուք այտենց մտածեցիք արցախցիների, ոսկեպարցիների, բաղանիցցիների, սյունիքցիների, չգիտեմ էլ ինչ անել, ջերմուկցիների, բան Այսինքն ամեն մարդ իր դժբախտության ճարտարապետն է։ Սենց է, աղջան։ Որ գնաս տուն, հայլու մեջ կնայես, հա, ասես մաքրի, որ ասես պարզերը վաշկեր այդ նայ ու թքի այդ հայլու վրա։ Կնի ճիշտ տեղին։
Ցեղասպանությունը եւ էթնիկ զտումը ընկերներ երբեք եւ երբեք միայն մարդկանց ֆիզիկական ոչնչացման մասին չեն, դրանք նաեւ հիշողության, պատմության, իրավունքի վերացման մասին են։ Ես այս աղջիկներին, որ sense խոսում են, sense բան, ուզում եմ իմանամ որտեղ են, ով ճանաչում է, իմ տեղը գրկեք իրանց էլի, իմ շնորհակալությունը հայտնեք էլի, որ այս աղջիկ այդ պարզ բաները հասկանում է, այն 120 կիլանոցը, որ ասում է, բայց տեղեր է ասինք, թու ձեզ տղամարդ ասող է, գետինը մտնեք դու կարա։ Նույնիսկ քո սեփական հայրենիքի անվան իրավունքի։ Թուրքիայում հայկական աշխարհագրական անունների հետևողական փոփոխությունները սկսվեցին դեռ Սուլթան Աբդուլհամիդ II-ի ժամանակ, այսինքն 1880-ականներից նույնիսկ Արմենիա, Հայաստան բառի կիրառումը սկսվեց արգելվել, փոխարինվել Անատոլիա կամ Քրդաստան տերմիններով։ Սա արվում էր ցույց տալու համար, որ հայկական հարց պարզապես գոյություն չունի, որովհետև եթե չկա Հայաստան, ապա չի կարող լինել նաև հայկական հարց։ Հետո իշխանության եկան երեք թուրքերը ու այն, ինչ արվում էր տակից, ինստիտուցիոնալ բնույթ ստացավ արդեն 1916 թվականին հոկտեմբերի 6-ին ռազմական նախարար Էնվեր Փաշան, այն նույն Էնվեր Փաշանով հայոց ցեղասպանության ճարտարապետներից մեկն է, հրաման արձակեց տեղանունների թուրքացման մասին։ Եկեք կարդանք, որոշվել է, որ վիլայետ նույն ձեռագիրն է, նույն մեթոդաբանությունը, բայց արդեն Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի մակարդակով, արդեն աշխատություններ, ազդեցություններ գրվում, թարգմանվում, ուղղարկվում տարբեր գիտական կենտրոններ, թերթեր, մեդիաներ, նույն ձեռագիրը, նույն մեթոդաբանությունը։ Հենց ոսա մասին խոսում ես, արա ասում ես, այս ամեն ինչ եղել, արա հետևանքներ սա է լռության։ Մի անասունների շերտ որոշում է քեզ դաստա։ Կամ դու Քոչարյանի կողմնակիցն ես ուրեմն, եթե անհանգստանում ես, կամ Ռուսաստանի ծառա ես, չգիտեմ, կամ դա նույնիսկ թուրք ես, որ թուրքերի դեմ պայքարում ես։ Դե անասունի համար ի՞նչ տարբերություն։ Ինքը մի բան պետք է գրի, չէ՞։ Ինքը դրա համար լափա չէ ստանում։ Հասկանում եք, այն խոզը Նապոլեոնը, այն անասնաֆերմայի մեջի գլխավոր հերոսը, այդ գամփրներին հո իզու չի կերակրում։ Դրանք պետքա վաստակեն իրենց լափը։ Ու անում են, գավառները, քաղաքները, գյուղերը, լեռները եւ գետերը, որոնք ունեն ոչ մուսուլման ազգերի լեզուներով ծագում, ինչպես օրինակ հայերը, հույները կամ բուլղարացիները, կանվանափոխվեն թուրքերեն անվամբ, որպիսի օգտվենք այս հարմար պահից, այս նպատակը պետք է իրականացնենք ժամանակին։ Հետո առաջին համաշխարհային պատերազմն ավարտվեց, երբ թուրքերը չհասցրեցին ավարտել այս գործընթացը, բայց հաջորդ իշխանությունները, այսինքն Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը, ավելի ակտիվ անցան գործի։ Հանրապետության առաջին 3 տասնամյակների ընթացքում տեղանունների թրքացումը դարձավ պետական քաղաքականության հիմնական թեմաներից մեկը։ Իսկ 1952 թվականին ստեղծվեց տեղանունների փոփոխման մասնագիտացված հանձնաժողովը։ Իսկ միջև այդ հրաման տրվեց բոլորի ազգանունները փոխել ու սարքել թուրքական։ Վերջ, ազնագիրը թուրքական պետք է լինի ազնագիրի մեջ ազգանունը։ Իսկ հայերին, որպեսզի իրանք իմանան այնուամենայնիվ, որ այդ անձնագիրը կրող է հայ թե չէ, հիմա չեմ հիշում, որ դա համար կա հատուկ։ Հայերը իրենց համար ունեն։ Այս բանը արդեն մոռացել եմ, բայց եղել է։ Հիմա էլ կամ չեմ։ Արդյունքում արձանագրվեցին սարսափելի թվեր։ Խնդրում եմ, մի հատ խորացեք։ Մինչև 1978 թվականը Թուրքիայի գյուղերի 35%-ի անունները փոխվեցին, եւ սա միայն գյուղերն են, հասկանում եք, կան գետեր, սարեր, լճեր, վերջապես վանքեր։ Ընդհանուր առմամբ անվանափոխվեց շուրջ 28000 աշխարհագրական անուն, այդ թվում 12000-ից ավել գյուղ եւ քաղաք եւ 4000 լեռ, գետ, բնական օբյեկտ։ Զգում եք ինչքան մանրակրկիտ եւ հետեւողական են աշխատել։ Միջև նույնն են անում։ Միջև դամերն թուրք են։ Դամը իրենց դժվար ասել անասուն, բայց այս բանը այս ծառական հանգամանքները չհասկացողին անասուն ասել կոմպլիմենտ է հնչում։ Արա որտեվ այդ կենթանին ինչու մի բան տալիս ամեն դեպքում, էլի կաթա տալի, միսա տալի, կաշիա տալի, չգիտեմ էլի։ Նույնիսկ դա թրիկն է օգտագործում էլ արա։ Կոնգրեսմենն ամերիկյան Ջիդուչու ասում է ես հպարտանում եմ նրանով, որ ես Արցախում եմ եղել միջև էթնիկ զտումը ու ես պայքարելու եմ դրանց ազատման համար։ Հիմա այն ինչ որ կատարվում է Ամերիկայում, տեսեք, զուգահեռ տեսեք ինչեր է կատարվում։ Քանի Թրամփի ադմինիստրացիան կա,
Ալիևը ձուկը ինչպես ջրում է, ինքը ոչ մի խնդրեմ չունի, Ալիևի ինգերն է, WhatsApp-ի համարներ ունի, հա։ Վաղը, որ մենք կարողացանք պետականություն ունենալ, այս մարդիկ են մեզ օգնել։ Այս մարդիկ իրոք մեզ օգնել են, բայց դա պետք է պետականությունը, նկատի այս քաղաքականությունը պետք է պետությունից դուրս գա։ Հիմա անհատներն կարող են անել, հայդատներ կարող անի, բայց այդ մասշտաբների էֆեկտիվության չի կարող լինել, ինչ երբ որ անում է պետությունը։ Սա 1926-ից 1928 թվականի խորհրդային հայկական քարտեզներում անկլավներ չեն եղել։ Քյարքին թե որպես գյուղ, թե որպես անկլավ չի երևում նաև 1927, 28 եւ 39 թվականի քարտեզներում։ Իսկ 1958 թվականի քարտեզում կարող ենք տեսնել թե այս, թե մյուս ադրբեջանական անկլավները Հայաստանի հյուսիս-արևելքում։ Խորհրդային աղբյուրներում գյուղը հիշատակվում է Քյարքի, Քերքի, Կյարկի, Կերկի անուններով, որը իբր էքսկլավ մտնում է ադրբեջանական Նախիջևանի ինքնապետարանում, գյուղը հիշատակվում է մյուս ադրբեջանական անկլավները Հայաստանի հյուսիս-արևելքում։ Խորհրդային աղբյուրներում գյուղը հիշատակվում է Քյարքի, Քերքի, Կյարկի 39 թվականի քարտեզներում։ Իսկ 1958 թվականի 58 թվականի, գիտեք ինչի, որտեղ 50 թվականից սկսել է փոխվել։ 50 թվականից արդեն Բերիան, Ստալինը եւ Ադրբեջանի կենտրոնական կոմիտեի նախագահ որոշել էին, որ արդեն կազմալուծում են Հայաստանը, հա, ու դրա համար process-ներ են գնում։ Պետք է ասեմ, որ Բերիայի գնդակահարելուց հետո այդ դավադությունը բացահայտվել է եւ դատվել է նաեւ Ադրբեջանի կենտրոնական կոմիտեի այդ նախագահը։ Պարզան Նիկոլ Փաշինյան, դու հիմա ում հետնորդն ես, ում վրա ես դու հենվում, ում որոշումների, ինչի այդ թվերին արդեն, որտեղ 45 թվականին ես ձեզ հիշացնեմ, առաջացած հաղորդման եմ ասել, 45 թվականին պատերազմի ավարտելուց հետո Ստալինը դեսանտ էր իջացրել, ագիտացիոնի դեսանտ էր իջացրել Իրան, հյուսիսային մասը, այսինքն Ատոպատական, հա, Թավրիզ, որպեսզի ստեղծվեր կոմունիստական կուսակցություն, որը կապստամբեր այն ժամանակ թույլ Իրանի դեմ եւ կմասնատեին այդ մասը կմիացնեին Ադրբեջանին, չէ՞ որ հենց այդ նպատակով էին այս մասը կոչել Ադրբեջան, որ վաղը խլեին, մեծացնեին այդ տարածքները։ Բայց չեղավ։ Քանի տարի փողով, սնելով ամեն ինչով, զենքով ապահովելով, մի խոսքով ամեն ինչ, տեղի բնակչությունը, տեղի իրական ադրբեջանցիները չաջակցեցին եւ ապստամբությունը չիրականացավ։ Եվ այդ կապիկները թափով փախան հետ։ Բայց դա process-ը արդեն ներդրված էր, դրա մենի չի ստացվում, Հայաստանը քանդենք։ Սա էր նպատակը ու տեսեք որ քարտեզների վրա է, ինչ ծրագիրն է շարունակում կապիտուլյան թուրք հայազգի թշնամի Փաշինյան Նիկոլը իր մետաստազներով։ Ու այդ ամեն ինչը հիմա դատարանում պետք է արդարացնի։ Սա Շնորհակալ եմ հավատի համար, վստահության համար եւ դուք չեք զղջա ինձ այդ բարձր պաշտոնի տեխնազու առաջադրելու համար։ Իհարկե չեն զղջա։ Սեդա Սաֆարյան նույն Ստյոպա Սաֆարյանի քույրը։ Այսինքն Ստյոպա ու Սեդա Սաֆարյան քույրերը ամեն ինչ անելու են, որ Նիկոլ Փաշինյան չզղջա, որ իրենց այսքան տարի կերակրում է։ Հա։ Այսքան տարի կերակրում։ Իրանք ամեն ինչ անելու են, որ իրանք Նիկոլի հետ հայտնվեն հայկական Նյուրնբերգում։ Սեդա եւ Ստյոպիկ Սաֆարյաններ։ Հիշեք։ Պատմությունը այդպես հետաքրքիր բաներ ունի, սովորություններ ունի։ Շատ հաճախ շաբաթ ուրբաթից շուտ գալի։ Այնքան հաճախ է գալիս, որ քեզ թվում է միշտ այնպես պետք է լինի։ 2 շաբթի, 3 շաբթի, 4 շաբթի, 5 շաբթի, շաբաթ հետո ուրբաթ։ Այնքան հաճախ է գալի, որ մարդկանց թվում է մեկ-մեկ, այդպես նորմալ է, էլի, շաբաթ պետք է լինի, հետո ուրբաթ, հետո կիրակի։ Շատ արխային չընկնեք։ Հայկական պատմությունը նորագույն ձեզ չի մոռանալ։ Ձեզ չի մոռանալ։ Այս տարին եւ Հայաստանի համար, մինչեւ տարվա եւ Հայաստանի համար, եւ աշխարհի համար, եւ Իսրայելի համար, եւ Ամերիկայի, եւ Ռուսաստանի, եւ Ուկրաինայի, լսեք,
Անես բաները լինելու միջև դեկտեմբերի վերջ, որ եթե հետ նայենք թվով կասենք, ով կարող էր պատկերացնել, որ սենց բան կարա լինի տարեվերջում։ Ես ես երաշխավորում, ասել եմ, չէ, տարվա սկզբից ասել եմ, այս հրեղեն ձին, սենց իրա այս պայտի տակ, սենց կայծելով, փորելով, փոփոխելով, սենց ավիրացություններ անելով գնալու է։ Ու ով մնաց միջև տարեվերջ, ինքը մնալու է, ով չմնաց, ուրեմն ինքը ուղղակի կենսունակ չէր, որ մնար։ Կենսունակ, նշանակում ինքը մեռել է, բայց իրեն չէին ասում, որ տրամադրությունը չընկնի։ Հիմա մենք, եթե տարեվերջ չլինենք, մենակ մեզանից կանանք նեղանանք։ Մենակ մեզանից ուրիշ ոչ մեկից։ Այդ եմ ասում, այնպես ֆռալու է, այնպես բաներ է ֆռալու։ Ներքին ձայնս ասում է, որ մենք չենք խեղդվելու։ Դե չէ, էլի։ Ներքին ձայնս sense է ասում։ Բայց դա չի նշանակում, որ ասենք դա նույնը վերաբերում է, ասենք Ստյոպա եւ Սեդա քույրերին, Սաֆարյաններին։ Դուք խեղդվելու եք, անցնելու եք բանը, ճահճի հատակը ցանկացած պարագայում, թուրքերին դուք պետք չեք, հայերին դուք պետք չեք։ Դուք պետք եք բացառապես այսօրվա իշխանությանը, բացառապես էնել կոնկրետ նպատակների համար։ Դրանից հետո իքներ եք հասկանում։ Իսկ այս կառավարությունը կյանք չունի։ Սենց կառավարություններ չեն կարողացել գոյատևել։ Էնել այս պահանջների պարագայում հələ պետք է այս հարցերը լուծվի, հələ սահմանադրության հարց պետք է լուծվի։ Ադրբեջանցիները արդեն իրենց վերադառնալը դնում են որպես նախապայման խաղաղության պայմանագիր կնքելու մեջ։ Իսկ այդ խաղաղության պայմանագիրը պետք է անպայման կնքի Փաշինյան Նիկոլը, ժողովուրդ ջան, հանգարց դուք չմտածեք, որ ինքը սրախաթը, ինքը հրաժարվելու է այդ խաղաղության պայմանագիր կոչվածից։ Չմտածեք։ Ու պատահական չի, որ այսօր է դրա մասին խոսում։ Նշանակում է Ուրսուլա ֆոն դեր Լայնն էլ է դրան կողմ, պրոբլեմ չունել իրենք։ Թրամփին էլ թքած ունենաց դեր ինչա կդառնա։ Բայց կասկածելի լուրա Սի Ցզինպինը եւ Պուտինը շատ կասկածելի լուր են։ Դե Իրանից արդեն օդ կրակեցին, մի անգամ էլ ոտերին։ Ասեցին, տղա ջան, դու ես տարածքում մի հատ բարեկամ ունես, դա Իրանն է։ Մոռացի տրիպի մասին։ Կապանք տեսնենք։ Հիմա լսենք այս տականքին, որի հանցագործությունները պետքա արդարացնի Սեդա Սաֆարյանը։ Երբ որ բոլոր գժուկները քնած կլինեն բացառապես բացի ոստիկանության գժուկներից կգան պլոմբը կհանեն, քվեաթերթիկներն ու փողը կտանեն, հետո վաղ կասեն եկեք, բոլորով ուզում է թող գա զննությանը մասնակցի։ Սկսեցիք ինչ անգիր գիտի ձևերը։ Ինչ անգիր գիտի ձևերը, ինքը հնուց է տիրապետում այս տեխնոլոգիաներին, հնուց։ Ուղղակի այս ժամը, այս տարի ինքը նույնիսկ դա չարեց, ինքը հասկացավ, որ դա էլ արդեն անհնարին է։ Ինքը կանգնացրեց հաշվարկը եւ հայտարարեց. ես ալֆան եւ օմեգան եմ։ Վերջ, հարմարվեք իրականության հետ։ Սեղմեց միջև 60 քանի տոկոս, հետո իջավ 50 քանի 53%, հետո սա չէ 50-ներ չեն կարողանում անեն։ Իջան 49-ը։ Այդքան էլ չեն լինի, եթե գոնե 2 ժամ շարունակվեր հաշվումը եւ եթե իրոք մենք ունենայինք ընդդիմություն, հա, ոչ թե կներեք այն ես չգիտեմ նույնիսկ ինչ ասեմ։ Ես չգիտեմ նույնիսկ ինչ ասեմ, որ համ չվիրավորեմ, համ էլ լինի իրականությանը մոտ էլի։ Դες բան չկա։ Բայց եւ հիմա իրանց բան չասեմ։ Ասում է Եղնիկի Զաքին ինչ են ասում։ Չէ, ասում իրան բան չեն ասում, ինքը մեղ կա։ Այդպես հիմա ես բան չեմ ուզում ասել։ Հələ այս ամեն ինչը վերան ավարտվի, հետո մենք կզրուցենք։ Տելեկոմների կնքած պայմանագիրն ինչ ռիսկեր է առաջացնում, Գևորգ Գրիգորյանն է գրում։ Իդեպ, ովքեր այս հիմնարկի բաժանորդ են, հա, ես կոչ եմ անում հրաժարվել ձեր բաժանորդ լինելուց։ Ոտքի հրաժարվեք, էլ այսօր իմացա, որ լիքը մարդ խզել է իր կոնտրակտները։ Շատերը, այսօր գրել եմ, որ իրենց կոնտրակտները խզել են։ Սա եթե չեղավ, այս մինիմալը, հա ժողովուրդը իր վերաբերմունքը ցույց չտվեց, իր անվտանգությունը ինտերնետ թուրքին նվիրելու համար։ Եթե ինքը վերաբերմունք չունի, նշանակում է ինչ արել են իրան ճիշտ են արել։
Որովհետև ես պետք է ասեմ, ստե մի հատ ուղղակի նյութը չեմ ուզում ձեզ ցույց տալ, մի հատ դերասանուհի, շատ գեղեցիկ, ներվում է, որ իր ֆիլմերը բոյկոտվում են, որովհետև ինքը աջակցել է Իսրայելին։ Հասկանում եք ոնց արի դու։ Հասկանում եք հասարակական վերաբերմունքը ոնց է ջարդում։ Իսկ մենք ոնց որ հասարակական վերաբերմունք նույնիսկ չունենք։ Հասարակական վերաբերմունք գիտեք ովքեր չունեն, որ հասարակությունները մեռած հասարակությունները չունեն հասարակական վերաբերմունք։ Ոնց որ մեռած մարդը կարծիք չունի։ Եվ որ դուք տեսնում եք դիմացը մարդու կարծիք չունի, ինքը մեռել է, բայց իրան չեն ասում, որ տրամադրությունը չընկնի։ Իսկ այս անկախ փորձագետի կանխատեսումները ես արդեն ասել եմ, ուղղակի կրկնեմ այն ինչ որ ասել եմ, խայտարակությունը։ Դուք այլևս ինտերնետ գաղտնիք չունեք։ Այս ինտերնետից օգտվում է եւ ՊՆ-ն, եւ ԱԱՑ-ն, եւ ոստիկանությունը, եւ անձնագրայինը, եւ էլեկտրակայանները, եւ գազակայանները, ամեն ինչ ինտերնետով է։ Հայաստանում այլևս գաղտնիք չի լինելու, որտեղ ամեն ինչը գնում է մալուխները։ Եվ դրանք աշխատում են ադրբեջանական կոմունիկացիաների հետ։ Ուրիշ բան ասեմ ստե։ Գնաց 50 րոպեն, 56 րոպեն, բայց այս մասին պետք է խոսամ նայենք ելին։ Արձակուրդն այստեղ անցկացնելու համար Ռուսաստանից Հայաստան եկած Տեր Առաքել Քահանան Յարոսլավլի մարզի հոգևոր հովիվը վարժական հավաքի ծանոթագիր է ստացել հենց Զվարթնոց օդանավակայանում։ Երբ որ մոտեցա անձնագրային բաժին, անցնելու այդ սահմանապահների շրջանով, ինձ տարան ռազմական ոստիկանության բաժին օդանավակայանի եւ այնտեղ ծանոթությունը տվեցին։ Մեծ սիրով, մեծ պատիվ է արագ ավելացնում է Քահանան, որ ռուսական ուղղություններից եկող հայերին Զվարթնոցում վարժական հավաքի ծանոթագրեր են բաժանում, դեռ ընտրություններից առաջ իշխանականները տարածեցին, բայց պաշտպանության նախարարն արագ հերքեց, անհնար է, որ Զվարթնոցում ծանոթագիր տան, ասում էր Պապիկյանը։ Ծանոթման համար կա կարգ։ Ծանոթությունը սովորաբար լինում է ըստ այդ կարգի։ Վերջ։ Смотрես բան չկա։ Այդպես կարգ չկա, ախպեր ջան, ոչ այդպես կարգ կա, ոչ էլ այդպես բան կա։ Բայց այս երկու հոգևորականները չեն թողում գնա։ Ուղղակի ծառայելու։ Այնտեղ ծանոթություն իրականացնել ֆիզիկապես հնարավոր չէ։ Իսկ ինչպես է հնարավոր դարձել պաշտպանության նախարարին ուղղված այս հարցի պատասխանը դեռ չունենք։ Օրենքում էլ ձևակերպումը հստակ է, քաղաքացուն հավաքի կանչում է զինկոմիսարիատը։ Վարժական հավաքների թեման թեժացավ նախընտրական փուլում։ Ընդդիմությունն ահազանգում էր սահմանին ծառայելու սուրբ գործն իշխանության ձեռքին պատժատեսակ է դարձել, որ կիրառում են ընդդիմախոսների ու անցանկալիների նկատմամբ։ Բոլորի պարտքն է ծառայելը, հակադարձում էին իշխանականները, առանց հստակեցնելու, ինչպես է, որ օրինակ լրագրողը նկարահանում է Սոտքի զորամասում ընտրության օրը զինվորների մեծ կուտակում ու նյութը հրապարակելուց ժամեր անց վարժական հավաքի ծանոթում ստանում։ Այդպիսի բան չկա, բանակը երբեք պատժիչ չի եղել։ Չկա, այդպես բան չի եղել, այդտեղում չեն տվել ծանոթագիր։ Այն մարդկանց բանով օդանավակայաններում ծանոթագիր չեն տվել։ Չկա, այդպես բան չկա, սոտներ չեն գրավել, ջերմուկներ չեն գրավել։ Այս անասունը վաղը գիտեք ինչ է ասելու։ Հիշում եք ինչ ասեց։ Այն ժամանակը տենց է պետք էր, տենց եմ ասել։ Սա Հայաստանի գլխավոր շտաբի պետն է։ Չկա, այդպես բան չկա։ Նիկոլ ընտրողներ, դուք հասկանում եք ով եք։ Դուք ինչ եք ընտրել։ Այ մի ասեմ հրաշքներ, ես սրանց նվիրեի ձեզ, Նիկոլին էլ, սրան էլ, մի մեծ տարածքում, սաղըտի հետ ապրեիք։ Մեզանից հեռու։ Թո Հայաստանս մի քիչ էլ փոքր լիներ, բայց ձեզանից մաքրված ըլներ, մաքրված։ Թո մի փոքրիկ, սենց մարզել չլներ, արա, դուք սաղըտ գնայիք ընդեղ, ձեր ես ղեկավարներով, քաղաքապետով, գլխավոր շտաբի պետով, իշքան անառակ կա, այսպես բոլորդ գնայիք այդտեղ փակվեիք, արա մենք հայերով ապրեինք, էլի, թո մի մարզել, ասեք պակաս լիներ, հա։ Գիմանեն գոնե մնացածը մաքուր հայերով ենք ապրում։ Ներսից դավաճանություններ չկա, իսկ ներսից դավաճանություն չկա, առհատ թե դրսից կա դա մեծ Վնասատան։ Ոչ մեկի մտքով, ոչ Թուրքիայի մտքով կանցնի դա, ոչ ադրբեջանցի մտքով կանցնի դա, նույնիսկ մտածելու ընթացքում մի ֆակտ կխփի դրանց վախից։ Եթե իմանան Հայաստանի այս դավաճանների մի տեղ են, ընդեր դավաճան չկա, արա ինչ հարցակում։ Մոնթեներ ասում, չէ, ախպեր մեզ չեն կարա խփեն։
Եթե ինքներս մեզ չխփենք, մեզ չեն կարող խփել։ Ասում են 10 հատ պատրոն ունես, մի հատ պայի տշնամուտ համար, այդ 9 պայի կողքիներիդ համար։ Հասկանում եք, այս ամեն ինչը իմացել են, պատերազմի վախտել են, ժամանակել են իմացել, հիմա էլ գիտենք։ Ու չի էլ լինելու, դա վստահ եղեք։ Այժմ էլ Ռուսաստանի ու Նոր Նախիջևանի թեմի այս պահիդրությամբ 5 քահանաներ են ծանուցագրեր ստացել։ Նրանց Զինվորը ստում է, զինվորականը, ու համել տղամարդը ստում է առանց ամաչելու։ Սա ըստ Կովկասյան իմաստության նշանակում է այդ ազգի տղամարդը, եթե ստում է առանց ամաչելու, նշանակում է այդ ազգը արդեն մեռել է։ Եթե չի մեռել, վաղն է մեռնելու։ Սա դիագնոզ է, էլի։ Տղամարդը եթե ստեց ու չամաչեց դրա համար, կարող ասենք մարդ սիպոց չգիտեմ, էլի ինչ պայմաններում ասենք սուտ խոսա, բայց կանենք, լավ ալեցի, որ գոնե ասենք հետո պիտի գետինը մտնի դրա համար, էլի։ Եթե դա չկա, ու դա պարբերական է, նշանակում ամպեր է, ոչ միայն դա տղամարդ չկա, դա ազգ չի մնացել։ Երկուսը Վորոնեժի ու Իժևսկի հոգևորականները այսօր առավոտյան արդեն մեկնել են 25-օրյա ծառայության։ Տեր Առաքել Քահանան նույնպես այսօր պիտի մեկներ, բայց բժշկական ստուգումների պատճառով ենթադրում է, որ օգոստոսյան հավաքին կգնա։ Խնդրել է, որ մինչև այդ վերադառնա Յարոսլավլ, արարողություններ ունի մարզի միակ քահանան։ Խնդրեցի, ասեցի, ոչ մի խնդիր չկա, ուղղակի այս շրջանին վերադառնամ, իմ արարողությունները կանեմ, իմ ժամանակը կպլանավորեմ այնպես, որ չխանգարի, մարդկանց հոգևոր կյանքը չխաթարի, կվերադառնամ, կգնամ, երբ կասեք, ոչ մի խնդիր չունեմ։ Չէ, ելքը փակ է։ Հոգևորականի Հասկանում եք, հարց են չի։ Կծառայի թե չէ, հարցենա, որ պետք չգնան։ Այդ մարզերը պետք է տեղերը անտեն մնան, որտեղ այդ տեղերը շուտով պետք է լրացնեն։ Հարգելի հոգևորականներ, հարգելի համայնքի ղեկավարներ, մասնավորապես դրսում, աշխատեք Հայաստան գալուց զերծ մնալ, ձեռնպահում, մի արեք։ Մեծ հավանականություն կա, որ դուք էլ հետ չեք կարող գնաք։ Համայնքը մի որոշ ժամանակ կմնա անտեր, եւ տեղը կուղարկվի Նիկոլ Փաշինյանը որպես, եթե Վահագն Խաչատուրյանը ինքն իրան ստորագրում է, որ արդեն գիտությունների ակադեմիայի նախագահն է, Վաղը Նիկոլ Փաշինյանը կստորագրի մի կասկած այսօրվանից ձեր կաթողիկոսը, սա է ինքն ձեր մոտ սան նշանակում։ Վերջ։ Վստահ եք։ Այդ ժամանակ դեսպանատնով, տեղի տականքներով կընդունեն վարչապետից էլ բան կտանեն, դեսպանատնի մակարդակի վրա կասեն, այս եկեղեցին տեսեք վարչապետի բանով ստորագրությունով թող տունենք, ինքը մեր քահանան է, դա կլինի իհարկե տեղում պատերազմ, կլինի անախորժություններ, համայնքը կբաժանվի թշնամի համայնքների, բայց ի վերջո դեսպանատնով, կառավարությունով, ոստիկանությունով բանով կամ կքանդեն ընդհանրապես այդ եկեղեցին չի աշխատի, կամ կաշխատի Նիկոլի քահանաներով։ Այդ օր հերու չի։ Կամ ասում մի արեք, պահեք ձեր համայնքը, մեկ շատ վտանգավոր փուլ եք մտել, շատ, մի տարի դիմացեք էլ, այս տարի, ուֆ, ինչ է լինելու այս տարի, դիմացեք, մի արեք Հայաստան։ Հիշում եք ես ասում էի, չէ, սրա ընտրվելու պարագայում, հայկական տնտեսվալողները, գյուղացիները, հարկատուները, ուրեմն սա սենց է լինելու, ուրեմն հուլիսի 1-ին, եթե մեկը պարկ ունեցավ, հարկային պարկ, գույքահարկ, ինչ ուզում է լինի, 7 օրվա մեջ, եթե 7 օրվա մեջ չվճարեց, 7 օր հասկանում եք ինքը նույնիսկ չի հասնի բողոք հարկի, եթե բողոքելու բան ունի, բողոք հարկի, ասել մի վատ կեն, ախպետ ջան, ես ինչ ակտ ես գրել ես, կամ դու ես ինչ հարկ ես գրել, նախ ասեմ 300,000-ից ներքև դուք չեք կարող ոչինչ բողոք հարկել, ինչ գրես լի տանեք սուսպուստակ, դες վերև, ինչ գրեցին ձեր վրա, 7 օրա ժամանակը չտվեցիք 8-րդ օրից, փակվում է, կալանավորում է ձեր բոլոր հաշիվները, 8-րդ օրվանից, 30 օր արդեն հետո, դատական հարկադիրը գալիս է, ինչ ունեք չունեք, բրտնագլավս, ծախում է, և հողը գանձում է, գնում է, մնաք բարով, ասել եմ, սրան էլ գումանեք, դեսը կանխիկ փողներ կհանի մեջտեղից, որ հանած ընես չլինի, որ ինքը քո հաշիվները կալանավորի, դու հանկարծ կանխիկ փողով կարողանաս մի քիչ ապրես, դու պետք է սոված ընես,
դու պիտի զրկված լինես շարժվելու, սնունդ առնելու, તો չգիտեմ, գազի լույսի փող վճարել, որ գազը տել անջատեն, լույսը տել անջատեն։ Պատկերացնում եք 8-րդ օրը արդեն քո ամեն ինչը բլոկ է։ Սառացնում են քո բոլոր հաշիվը, դու քարտից չես կարողանում օգտվես, բանկային հաշվից չես կարողանում օգտվես։ Նույնիսկ կարող դու բողոք հարկել ես։ Հա, որ անարդար է, sense ակտ են գտել այդ կամ այսքան հայկ են ուզում դու պրոբլեմ ունես, չասեն բողոք հարկել ես, չէ։ Կտանես, կվճարես։ Ինչքան պետք է։ Հետո դատարանը մի 5 տարի հետո որոշում կկայացնի, այն էլ եթե քո օգտին լինի կամ կտան կամ չեն տա։ Դուք էս ինչ բերեցիք ժողովուրդս։ Էս ինչ բերեցիք ձեր գլխին։ Նիկոլ ընտրողներ։ Ունես չի որ ես այս ամեն ինչի մասին չեմ ասել։ Եվ ասում հոդերից ես իմանում է, դու պանիկա ես տարածում, հա, պանիկա չեմ տարածում է։ Պանիկա չի, ես մարդիկ սրա մասին ասել են, որ մարդ կա, ձկան հիշողություն ունի, չի հիշում երեկվա ինչ ա եղել։ Ես եմ մեղավոր, որ ասում սա է լինելու, որ ես չեմ հոդինում, ոչ Նաստրադամուսն եմ։ Այս ամեն ինչի մասին ասել են։ Ո՞ք ես լսում եմ, ես հասկանում եմ իրաց մտքի ընթացքը, իրաց գործողությունների ընթացքը, երբ ինչ են անելու, ինչի են լռում։ Այսօր Ադրբեջանի այս խոսույթի դեմ ինչի բան չեն ասում, որ աշխարհը նայիտ են դեռ դիմադրություն չկա, ճիշտ է։ Դատարանում ո՞նց է։ Դատարանում եթե կա մեղադրյալ, կա նաև դատապաշտպան, չէ՞։ Հայաստանը դատապաշտպան չունի։ Մեղադրյալը ինչ ներկայացնում է, եթե դատապաշտպանը առարկություն չունի, նշանակում է ճիշտ է։ Դատավորն էլ թքած ունի իրականության վրա, չագուճը խփում ասում է, այսի ներկայացեց ընդ պաշտպանական կողմը լուրա, ուրեմն ես կողմը ճիշտ է, վերջ։ Բռնագանձել երկիրը։ Այս իդիոտին ասել, ինքը նշանակել է, ուքի է նշանակել ակադեմիայի ղեկավար։ Նշանակում ակադեմիան արդեն մեռել է։ Արտոյին եմ ուզում ցիտեմ։ Իմ ճշմարտությունը մարդ լինելն է, իսկ համեմունքը հայ լինելը լավաս։ Ապրիլի 24-ը նաև իմ ամենաերջանիկ օրն է, ինչու՞։ Որովհետև նայեք, ես դեռ կանգնած եմ կամ։ Իսկ Նիկոլը կասել, արա, դու ինչի՞ չես մեռել։ Ինչի՞ չես մեռել, արա։ Մոռացեք 24-ի մասին։ Դու ես մեղավոր, որ քեզ սպանել են։ Այ։ Սոճուտը փակել են սեփականատերերի քաղաքական հայացքների համար, բա հանգստյան տոնը շատերին հայտնի է, այս հանգստյան տունը Դենտրոպարկում։ Ես եք ուզում ժողովուրդ ջան, բայց դուք գիտեք ինչ էսի դեմոկրատական է, այս տականքը, հա, լուրջ։ Թե այս գյուղացիներն էին Նիկոլ Փաշինյանն ընտրում, որ իրենց ցավերը հոգար։ Սա ուտելու են։ Ժողովուրդ, սա չեմ չարախնդում։ Բոլորը իրա փայ ուտելու է։ Բայց թարսը գիտեք որն աստ է։ Այնքան մարդ, անմեղ մարդը հետը գնալու է ամեն ինչի մեջ։ Այնքան անմեղ մարդ։ Դուսեք մետ ընկերոջ։ Մտնեմ ասեմ bonjour monsieur ու ռուսերենը սպրծավ, ֆրանսերենը սպրծավ, ոնց բացատրեմ, որ ծաղիկ ունեմ, արդյոք կառնեք իմ հրաշալի ծաղիկը։ Եվրոպան Ռուսաստան չէ, ոչ լեզուն է նույնը, ոչ շուկան հասանելի։ Բարձրաձայն մտորում է Արմավիրթի Արտակ Թովմասյանն ու ասում, իր նման հազարավոր փոքր ջերմոցատերեր փաստի առաջ են կանգնել։ Պետության աջակցությունն է խնդրում, որ օգնի փոքր բիզնեսին իրենց ապրանքը եվրոպական շուկաներ հասցնել, կամ խրախուսի, որ մեծ բիզնեսը դա անի։ 6 միլիարդ շուկա կա, ես ոնց գնամ այդ շուկան գտնեմ, աճացնեմ, փաթեթավորեմ, տանեմ այդ երկից թե զբաղվեմ ծաղկաբուծությամբ։ Պետք է մեկը լինի, որ ասի ով ինչ ունի, բերեք, խնդրեմ։ Եղբայր, այս ապրանքդ համապատասխանում է, որ Ռումինիա գնա, այս գնով համաձայն ես, այո, всё, իշքան բերես տերնենք։ Տար սրա վրա բլոճ կա, այս դեղը սրսկի, որ այդ բլոճը վերանա, մյուս անգամ տանեմ, ահա, արդեն համապատասխանում է ստանդարտին։ Ստանդարտը չգիտենք, բայց բառը գցել են վերաներ ու всё։
Միակ տարիներ միայն ռուսական շուկայից ծաղիկներն արտահանած ջերմոցատերն ասում է, այնտեղ արդեն կայացած կապեր ուներ, ջերմոցն էլ հասցրել էր 5000 քառակուսի մետրի։ Ռուսաստանի սահմանափակումներից հետո ամեն օր լսում է Եվրամիության աջակցության նոր շուկաների եւ պետական սուբսիդիաների մասին։ Հաբա։ Իրանի հնարավորությունն է զտել էլի։ Այ հնարավորությունն է զտել իմանալ, սա Նիկոլա ընտրել, ասեր ու ասենք ինչ լավ է, որ դու Նիկոլին ընտրել ես ու հիմա էլ քաշում ես հետևանքները։ Ուղղակի սրա հետ ընկնելու են այս բան էտապի տակ բոլորն են ով Նիկոլի եւ ընտրել են եւ չեն ընտրել։ Այս է սոսկալին։ Բայց այն հանգամանքը, որ $1 միլիարդ ավել Հայաստան չի գալու, որ $1 միլիարդ կանխիկով, այս մարդկանց մոտ պետք է պատատվեր։ Հասկանաք ինչ անշկում $1 միլիարդ։ Սոսկալի թիվ է։ Քանի ընտանիք պետք է ապրել սրանով։ Զրկվեցին նրանք։ Իրանք ոչ թե զրկվեցին այս տարի ապրելուց։ Վերջացավ իրենց գալը։ Վերջացավ, ինչ անելու 5000 մետր պարնիկը։ Ինչ։ Այդ ինչ պետք է անի, որ կարողանա ինքը այս տնտեսությունը պահի, եւ ինչքան մարդ պետք է աշխատել այս տնտեսությունում, ինչքան աշխատատեղ։ Եվրոպա, աղբեջան, հեսա գնացել ենք, չես հավատում։ Հեսա միտում ծիրան ենք տարել, չես հավատում, հետ է նկարվել եմ։ Հայկական ծիրանի առաջին խորհրդանշանական խմբականակը հասավ Եվրոպա։ Տեսնում եք այս անասունի դեմքը։ Տեսեք, նայեք։ Այսը Խուդատյանն է, Խուդինյանն է, Զիբիլա։ Նայեք, չեք հավատում, հետո ծիրանը ձեռն է։ Ոնց։ Ես զարմանում եմ, որ նույնիսկ ուտելու համար թողել են ասան ծիրան տանի հետը։ Դե մտածել են դե պետական բան է, կարող է հատուկ վիզա ունի, կարգավիճակ ունի, չգիտեմ, չեն ստուգե։ Ու այն կարգի մարդկանց, սկսկի ապուշացնում են, ուղղակի խափում։ Արն նախար, այս 371 տոննա ծիրան եք արտահանել, դզեց, չէ, ընդհանրապես չդզեց, այս ամոթալի թվերը գոնե չհրապարակեիք, որովհետև մի հատ հետաքրքրասեր տղա անցած տարվա միջինացված թվերը այս տարվա պաշտոնական ձեր հրապարակած թվերի հետ համեմատել, ու ինչ է ստացվում, ստացվում է, որ անցած տարվա 1000 տոննա ծիրանի փոխարեն այս տարի 371 է, անցած տարվա 150 տոննա ելակի փոխարեն այս տարի 19-ը, համապատասխանաբար 63-83%-ների անկում, միջինացված 74%-ի առնվազն անկում եք տվել։ Հաշվի առնելով, որ այս 3 օրերը սենց առանձին վերցերը հրապարակել եք, ենթադրում եմ մնացած օրերը ավելի խայտառակ վիճակ է։ Հիմա այս թվերը, որ դրել եք, ինչի համար եք դրել, որ ձեր աջակիցների նման ծափ տանք, չէ, մենք թվերով ենք նայելու ու ծափ չենք տալու, որովհետև տոտալ պրավալ եք տվել այս տարվա արտահանում։ Ինչի եք պրավալ տվել, որովհետև ուզում էիք, որ Զելենսկին գա Հայաստանից հոխորտա Ռուսաստանի հասցեին։ Բա ասում էիք Ռուսաստանը հանելու է սահմանափակումներ ընտրություններից հետո, բա ասում էիք էդի ինչ որ նախընտրական թեմաները, բախի չի հանում։ Եթե մեկն ասում է, պետք է Ռուսաստանից փոխվենք, հարց չկա։ Եղբայր։ Հարց չկա։ Դու ապահովել ես ինչ ես անելու փոխվելու ժամանակ։ Դու ոչ փոխվում ես, դու չես փոխվում, բայց դու միանգամից մի ամբողջ տնտեսություն դրեցի սպանեցիր։ Պատկերացեք, ես տանտերն եմ, ասում եմ վերջ, այսօրվանից այս տանը չեմ ուզում ապրեմ, հավան չեմ, գնացինք, դու նոր տուն չունես, որ դուրս եկար, այդ է դեղեկը որտեղ ենք ընելու գիշերը, սա տարական բան է, չէ, ոչ մի տան տղամարդ չի ասի, ախպեր, ես տունը չեմ հավանում, պատերը մի տեսակ արդեն հնացել է գույնը լավը չի, գնացինք, ուր, որ մարդը իր երեխեքին կթողի դուրսը գիշերը, այդ են մեկ օր չի, երկու օր չի, երեք օր չի, այդ են հարտնի չի, դու փող ունես տուն առնելու, փող չունես տուն առնելու կամ վարձելու, դու ուր ես գնում, հիմա տենց տան տղամարդուն ասի, գնացինք, պիտի ասեն, ինքը խելացի է, դուղով է, չէ, ինքը անասուն է ուղղակի, ինքը մարդ չի, ինքը անպատասխանատու կենդանի է, առանց այլ ընտրանք ապահովելու, ասում չի աղբիջան, սենց է ուզում, իր ընտրվելու եմ, ես ասեցի, չես բանը ինչի համար էր, բազարը, ինքը ուղղակի ինքան էր ոգևորվել չէր, մտածում ես կան երկար կտևի, իր ընտրվելու համար, որպեսզի մի հակառուսական սենց ալիք բարձրացնի ժողովրդի մեջ էլի ատելության շուրջ
Համախմբելով Ռուսաստանի նկատմամբ, նախկինների նկատմամբ, իրանք սիրողների նկատմամբ հավաքեց այդ ատելության ալիքը, կեղծելով սահասկեց ինչ-որ մի բան, թե հետո ինչ կլինի, դրա վարձը ով է տալու վճարը, գինը ով է վճարելու, իրան ինչ։ Չասեց, աղբեր ջան, գնացեք ինքնուրույն շուկան հետ ճարեք։ Ինձ չեք ուզում։ Իր օլիգարխները թուրքական ապրանքի տակ ինչքան հնարավոր է կսղսնեն։ Այնը թուրքերը իրանց գիտեք ինչի կօգնեն, նույնց եմ ասում։ Բայց իրանց թուլեքն են, բայց իրանց ձեռքով են քանդում ես երկիրը։ Վաղ էտել չեն անելու, իրանց ունեցածն են առաջին իրանց ձեռքից խլելու։ Բայց այսօր հələ տիրություն են անում, որտեղ հələ ծրագիրը չի ավարտվել։ Բայց այն ընկերոջ նման, որոնք ոչ մի բան չունեն, հա, այսպես ասենք կամ Այն ծաղի կաճացնողը ստանում է ամսական միլիոնից 4 միլիոն գումար, ամսական իրա ռոճիկը։ Ես 10 տարի իմ այգին պիտի մշակեմ, 10 տարի, որ իրա մեծ տարվա եկամուտը հանեմ, իրա մեծ տարվա եկամուտը, 10 տարի։ Առաջ ես աշխատել եմ Դավիթ Լոչյանի հետ, Տիգրան Մակարիչի հետ, գյուղ նախարարներ։ Ամի ինքը կերելա, չի կերեն շեդակրում, ինքը առնում էր 300,000 դրամ, Տիգրան Մակարիչը առնում էր 150,000 դրամ, ամերա 10 տարի հետներ աշխատել եմ, իմացար եմ ինքը, ասենք, նավթա տարեցախ է, մազութա տարեցախ է, ինչա տարեց եմ, բայց իրա ռոճիկ հետ էր։ Չէ, ինչ 150, ինչ 300, ինչ բան, նույնց եմ ասում, իրանք թքած ունենան ձեր ճակատագրի վրա, աղբեր ջան, ով ինչ ունի, ինքը պետք է մտածի ոնց է դեպի այդ հարցերը լուծում։ Այս մարդուն իշխանությունն էր պետք, ձայն էր պետք, ինչ որ քերեց ձեզանից քերեց, ձեր հաշվին։ Այդ հաշիվներ դուք եք փակելու, այսինքն արյունով, քրտինքով, մնացած իրան հետաքրքիր, բացարձակապես։ Ես արդեն չգիտեմ, էլի մնացինք առանց վերջնական նորություն, առանց արտասահմանի նորությունների։ Ժամանակ անցավ։ Հենակ ուղղակի համառոտ ասեմ, որ Ռումինիայի ստորին պալատը հաստատել է Մոլդովայի հետ վերամիավորման մասին օրինագիծը։ Սպասենք նոր պատերազմի։ Այո։ Սա նոր պատերազմի թեմա է։ Իսկ ես որ միշտ ասում եի, այս պատերազմը պայմանավորված է երկարացնելու իմաստով, որովհետև եթե իրանց պետք լիներ, այդ կամուրջը կամ կամուրջները վաղուց պետք է պայթած լինեն։ Եվ 1571 օրը նոր հայտարարել է Ուկրաինան, որ 3 կամուրջներից մեկը պայթեցել է։ Այն էլ վերջին նույնց եմ ասում, վերջին մեկ շաբաթվա ակտիվության արդյունքում։ Որտեղ իրան ասեցին պատերազմը վերջացնելու ժամանակն է։ Բայց դա չի նշանակում, որ էսի սենց պայթացեց ու վերջացավ։ Բայց այս պատերազմը երկարաձգելու արդյունքում արդեն 2.4 միլիոնից ավել ուկրաինացի ասում։ Այս պատերազմը երկարացնելու արդյունքում։ Այսօր ես լսում էի բանի շվեցի, ես վաղուց իրան չէի լսել, ուղղակի մի պահ կարճ եկավ մոտս, որտեղ վերջապես ինքն ասեց, այն ինչ վաղուց պետք է ասեր։ Այն ինչի կոռուպցիայի շրջանակներում, որ այս ամեն ինչը պատերազմի երկարաձգելը, այս տարակ կոռուպցիան, ամեն ինչ ասնում է Զելենսկու մոտով։ Չի կարող հանդեպ ոչ մի բան շարժվել առանց իր գիտության։ Եվ որ ինքը հենց սկսեց դրա մասին խոսալ, միանգամից այդ ֆեյքերը սկսին հարձակվել իր վերում։ Միջև ինքը շատ հմտորեն թաքցնում էր, խոսում էր բան, բայց Զելենսկին, որպես այս ամեն ինչի հեղինակ եւ գլխավոր կազմակերպիչ երբեք իր մոտ չէր եղել։ Ուղղակի արդեն այն հանգամանքը, որ նույնիսկ Լեհաստանի հետ այն աստիճան սրվել Ուկրաինայի հարաբերությունները, այն աստիճանը սրվել, դարձել է թշնամական պետություններ արդեն։ Ուկրաինան ու Լեհաստանը։ Էլ չկարողացավ, էլ չի կարողանում թաքցնի Զելենսկու հանցագործ լինելը։ Բայց որը Ուրսուլա ֆոն դեր Լայենի սիրած բալիկն է։ Նիկոլ Փաշինյանը նույնպես։ Արդեն Թրամփի էր։ Կեղտոտ աշխարհաժողովուրդ։ Կեղտոտ աշխարհ 2.4 միլիոն մարդ մենակ Ուկրաինայից, հասկանում եք։
Որ պատկերացեք 3-4 անգամ ավելի շատ է լինելու Ռուսաստանից։ Այս ամբողջ մեծ ծրագրում 10 միլիոնից ավելի մարդ է մահացել։ Դե մի հաշվեք 3-4 անգամ ավել վիրավորները անպայման։ Տեսեք ինչ թվեր է։ Մի հատ հայրենական պատերազմ։ Հայրենական պատերազմում մենք ամբողջ սովետական միությունը կորցրել էր 20 միլիոն մարդ։ Սրանք 10 միլիոնը սպանել են։ Հաշմանդամներով հաշվեք։ 30 միլիոն առնվազն։ Ու դեռ հայտնի չի, երբ հավերժանալու։ Ամեն ինչ գնում է արագ ավարտին, բայց ես վստահ չեմ, որ դա արագ ավարտվել է, որտեղ վաղը կարող է Թրամփը կարծիքը փոխի։ Դու գիտեք ինքը ոչ մի բան չունի։ Ոչ մի սահմանափակումներ չունի։ Միակ բանը, որ կարծիք չի փոխում, դա Իրանն է։ Չէ ասում։ Ասում եմ, երբ որ արևմուտքը խոսում է իրավունքների մասին, ելեն մարդու իրավունքներից։ Երբ որ հարցը գալիս ասում է Գազային, բաներին, Լիբանանին, միանգամից այդտեղ ինքը մոռանում է մարդու իրավունքների պաշտպանության մասին։ Բացարձակապես։ Իսկ Իրանը երբեք դա չի կարող հանդուրժել։ Ու ինքը կարողացավ պարտադրել, որ ցանկացած բանակցությունների մեջ, եթե դա զինադադար է, անպայման մտնում է նաև զինադադար Լիբանանի եւ Գազայի նկատմամբ։ Այլ ձևի զինադադար ինքը չի ընդունում։ Ունեցա ստացվում շատ շատերի չսիրած Իրանը դարձել է այդ տարածաշրջանում կոտորվող մարդկանց իրավունքների, ապրելու իրավունքների պաշտպան։ Ես ուրախ եմ, որ Իրանը մեր հարևանն է։ Անկեղծ եթե միտեղ կա սենց հերակա ինչ-որ լույս թունելի վերջում, որ ես տեսնում եմ, որ կարող է մեր համար բացվի, դա Իրանի հետ հարաբերություններն է։ Ազնիվ խոսք։ Ոչ Եվրոպա, ոչ Ամերիկա, ոչ Ռուսաստան։ Մեկնել են այսօր Ռուսաստանի համար լույս ունենա։ Չէ, Ռուսաստանը շատ ծանր իրավիճակում է, շատ։ Տնտեսապես եւ քաղաքականապես ծայրահեղ ծանր իրավիճակում։ Եթե սենց մեկ ամիս է շարունակվի, շատ տխուր վերջաբան ունենալու Պուտինի համար, Ռուսաստանի համար։ Նույնիսկ եմ ասում, բայց մենք չգիտենք վաղը Թրամփը ինչ կորոշի, բացարձակապես։ Դա փոխանակ Նյու Յորքի այս նորընտիր քաղաքապետն է ասում, որ Իսրայելը ամենաշատ վնասը տվել է հենց Ամերիկայի Միացյալ Նահանգների իմիջին։ Աշխարհի վրա հարձակվելով Իսրայելը վնասել է Ամերիկայի Միացյալ Նահանգների իմիջին։ Դրա մեջ մեղադրում է Իսրայելի լոբիին այդ AIPAC կոչվածին։ Դրան կոչելով մոնստր։ Տղա է։ Պակիստանը հայտարարում է, որ Իրանի միջուկային ծրագիրը չի քննարկվում ոչ մի պարագայում։ Իրանն ասում ուզում ես խոսանք զինադադարի մասին։ Խոսեք մենակ զինադադարի մասին։ Всё, վերջ։ Թրամփը համաձայնել է, չի խոսում ընդհանրապես, ինքը կարտադրի միջուկային զենք, չի արտադրի միջուկային զենք, այսինքն դա քո գործը չի, դա իմ գործն է։ Եվ արդեն դրա հետ ուզած-չուզած հաշվի են նստում։ Ու դա արդեն Կատարն է ասում Պակիստանի հետ, որպես միջնորդներ իրենք։ Եվ վերջում ուզում եմ ավարտեմ Շիրազի մասին մի պատմությունով։ Մի անգամ մի թուրքալեզու պաշտոնյա Շիրազին ասում է. Հովհաննես, մենք հարևաններ ենք, պետք է ամեն ինչ մոռանալ։ Շիրազը պատասխանում է. ես ամեն ինչ մոռացել եմ բացի մեկ բանից։ Տանաս բանալին ձեր գրպանում է։ Բանալին տուր, որ մոռանամ, դու ով ես։ Վերջ։ Սա է միակ պատասխանը։ Մոռանանք։ Տանաս բանալին քո գրպանն է։ Հələ բանալիս տուր, որ մոռանանք։
Չէ՞ դուք պատկերացնում եք գողի նման, հանցագործի նման մտել ես տուն, ընտանիքի սպանել ես, տունից տեղից զրկել ես, ասում ես մոռանանք։ Բանալից դուր։ Վնասները վերականգնի։ Այն ժամանակ կմտածեմ մոռանամ թե չէ։ Սա է այն պատասխանը բոլոր թուրքերին, բոլոր թուրքա հեն հայերին, թուրքա մետ, թուրքա ծին, Նիկոլա ծին, Նիկոլա մետ, Նիկոլա մոտ, Նիկոլա տակ, Նիկոլա ծակ, բոլորին։ Իմ պատասխանը դա է։ Հայրենիքս հայքն է, տունս էլ այդ ամբողջ հայքն է։ Բանալիներս տվեք, կխոսենք։ Ուրիշ խոսելու բան չկա։ Այսօր համար այսքանը։